Մեր զրույցներին։ Օրհնեցեք Տեր հայր։ Ողջույն Անի ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, պարկաստ, դուք ինչպես եք։ Մենք էլ շատ լավ, նոր ժողովրդի հետ զրուցում էինք, ասեցի 2 րոպե ունենք մինչև միանալը։ Այսօր Instagram-ում հենց կոնկրետ, հա, հիմա մեր եթերը Insta-ով է։ Instagram-ով տարբեր տեսակի զրույցներ լինում են, մեծամասամբ հոգևոր զրույցներ չեն լինում, բայց լինում են։ Այսօր բոլորն են խոսում, այսօր շատ ինֆորմացիա կա քրիստոնեությունից եւ փառք Տիրոջը, որ ունենք հնարավորություն խոսելու մեր առաքելական ուսմունքից, ամենազուլալ եւ ամենաճշմարիտ ուսմունքը, որ պահել է մեր եկեղեցին դարեդար, եւ կարծում եմ, որ բոլորս ունենք այդ խոսքի կարիքը, որտեղ Instagram-ով տարբեր նորություններ են լինում աշխարհիկ, եւ կարծում եմ, որ հոգևոր հացը շատ կարևոր է այս դեպքում, որ չկորենք չարի աշխարհում, հա, միգուցե կարելի է այդպես ասել, եւ փաստորեն էդ էլ նշեցինք, որ այսօր շատերն են խոսում կրոնից, ամեն մարդ ունի իր հավատքը, իր ազգությունը, եւ մարդիկ փորձում են կիսվել իրենց կրոնից, բայց թե ինչ է քրիստոնեությունը եւ ինչ է կրոնը, այսօր դուք կասեք մեզ, Տեր Մոսես։ Շատ լավ, շատ հետաքրքիր հարցեր են, ինչ է քրիստոնեությունը, ինչ է կրոնը եւ շատերը խոսում են կրոնից, շատերը խոսում են իրենց հավատալիքներից։ Եկեք նախ հասկանանք քրիստոնեություն եւ կրոն փոխհարաբերությունները, հա, ինչ է իրենից ներկայացնում կրոն կոչվածը, religion կոչվածը։ Ուրեմն տեսեք, կրոն բառը, եթե մենք բառարաններով նայենք, հայերեն բացատրական բառարան բացենք, կտեսնենք, որ կրոնը համոզմունքների համագումարն է, որը դու կրում ես, այսինքն գաղափարախոսություն, ուսմունք, որի կրողն ես դու այդ կրոնի ներկայացուցիչն ես։ Եվ հետևաբար կրոն բառը կամ կրոն եզրույթը շատ ավելի լայն հասկացողություն է։ Այսինքն նույն աթեիզմը կարող համարվի կրոն։ Ինչի, որովհետև աթեիստները հստակ ունեն պատկերացում, որը մերժում է Աստծուն, եւ իրենք այդ պատկերացումների կրոնն են։ Այսինքն դասական իմաստով Այո, իրենք այդ պատկերացումների կրողն են։ Դասական իմաստով աթեիզմը կրոն չես կարող անվանես, բայց ինքը կրոն է, որովհետև մարդիկ գաղափարախոսության կրողն են։ Հիմա այդ տեսանկյունից կրոնները շատ են, կան շատ կրոններ, բայց այդ կրոնների մեջ կա մի կրոն, որը կոչվում է հայտնություն, եւ դա քրիստոնեությունն է։ Քրիստոնեությունը ոչ թե կրոն է, ոչ միայն կրոն է, այսինքն ոչ միայն գաղափարախոսություն է եւ ուսմունք է, որը քրիստոնյաները կրում են, իդեպ հենց Սուրբ գրքում են, չէ՞, քրիստոնյաները այդ անունը ստանում, ասում են, այս մարդիկ քրիստոնյաներ են, որովհետեւ Հիսուս Քրիստոսին են հետևում, որովհետեւ Հիսուս Քրիստոսին են կրում։ Այսինքն քրիստոնեությունը ոչ միայն կրոն է, այլ ավելի է, այսպես քրիստոնեական շրջանակներում այն անվանվում է հայտնություն։ Ինչով է տարբերվում կրոնը հայտնությունից կամ ինչով են տարբերվում այլ կրոնները քրիստոնեությունից։ Յուրաքանչյուր կրոն ունի հիմնադիր եւ կրոնների հիմնադիրները, բոլոր կրոնների հիմնադիրները մարդիկ են, բացի քրիստոնեությունից։ Այսինքն յուրաքանչյուր կրոնի մեջ անձը, որը ներկայացնում է այդ կրոնի ներկայացուցիչը կամ Աստծո կողմից ստացած հայտնությունների փոխանցողը, նա կարող է համարվել իրենց մոտ մարգարե, կարող է համարվել իրենց մոտ, չգիտեմ, սուպեր հզոր մի անձնավորություն, բայց բոլոր կրոնների մեջ էլ այդ մարդիկ են։ Քրիստոնեության մեջ այդքան էլ այդպես չէ։ Քրիստոնեության հիմնադիրը ինքն Հիսուս Քրիստոսն է, ով ինչպես Հովհաննես Ավետարանչում է ասված, Աստված է, որ վերցրել է մարմին եւ դարձել է մարդ։ Այսինքն քրիստոնեության հիմնադիրը նույն ինքն Աստվածն է, որով եւ քրիստոնեությունը դառնում է հայտնություն, կրոն է, որովհետեւ մենք կրում ենք այն, բայց մենք ինչ ենք կրում։ Մենք կրում ենք Հիսուս Քրիստոսին, մենք քրիստոսակիրներ ենք, որով մենք հայտնության կրողներն ենք։ Փաստորեն, մինչև Քրիստոս եղել է կրոն, կարող ենք, չէ՞, այդպես ասել։ Մարդիկ եղել են գաղափարախոսություններ են կրել եւ իրենք իրենց համարել են կրոնականներ եւ կարծում եմ, որ մեր երկիրն էլ էլի ինչ որ կրոն ունեցել է, որ վերցրել են, չգիտեմ, պարթևներից կամ ավելի հիշ ուրարտական, չէ, ժամանակներից ունեցել ենք մենք մեր գաղափարախոսությունը։ Շատերն ասում են, որ մի Աստված ենք եղել, այսինքն մի Աստծո ենք հավատացել, Հայր Աստծուն, շատերը ասում են, որ բազմաստված ենք եղել, բայց կարծում եմ բազմաստվածությունը
դրսից եկածա ավելի շատ, բայց հիմա դրա մեջ ոնց որ տես չենք խորանում, հարցս ուզում եմ Բայց այսպես այստեղ մի վարքյան մի փոքր հա, խորանենք, մի հա, հա, փոքր։ հա, Ղևոնդ Ալիշյանն էլ է այս մասին խոսում։ Տեսեք, ուրեմն մենք հայերս եղել ենք մի աստվածության հետևորդներ, թե բազմաստվածության հետևորդներ։ Մենք գիտենք, որ նախքան Քրիստոսին ընդունելը Հայաստանում եղել է բազմաստվածություն, չէ՞։ այո, Բայց նույն Ագաթ Հանգեղոսի պատմությունը, երբ որ կարդում ենք, թե ինչպես է Գրիգոր Լուսավորիչը քարոզում եւ ի վերջո քրիստոնեությունը հռչակվում է իբրև պետական կրոն, այդ երրորդ գրքի Ագաթ Հանգեղոսի պատմության երրորդ մասի վերնագիրը ասում է դարձ ազգիս հայոց։ Այսինքն հայ ժողովրդի դարձը, վերադարձ դեպի ինչ։ դարձը, Դեպի բայց մի րոպե, միաստվածական, դեպի ինչ չէ։ դեպի Եթե դու դարձ ես անում, այդ նշանակում է դու եղել ես ու նորից հենց հետ ես այդ եմ գնում ասում։ նույն տեղը։ Օй, Հենց դե այդ եմ ասում։ ասում, հենց այդ եմ ասում։ Վաու, Այսինքն հայտարարի է։ նույն Ագաթ Հանգեղոսը քրիստոնեության ընդունումն ու հռչակումը որպես պետական կրոն դարձ է անվանում։ Այսինքն մենք վերադառնում ենք դեպի ուր, դեպի այն կրոնը, դեպի այն հայտնությունը, դեպի այն ուսմունքը, որը բերել էր ով Նոյը։ Չէ՞ որ Նոյան տապանը կանգնել էր, չէ՞ որ Նոյան տապանը կանգնել էր Արարատի լանջերին։ Այսինքն Արարատի վրա եւ իրենք իջել էին ներքև եւ հենց այդ այդ տեղը որտեղ որ իրենք ապրում էին եւ իրենք միաստվածության, այսինքն ճշմարիտ Աստծո ներկայացուցիչներն էին, չէ՞, այսինքն Նոյը ճշմարիտ Աստծո հետ հարաբերության մեջ եւ այո, եւ հետո իր զավակները, չէ՞, մենք Թորգոմի տուն ենք կոչվում։ Այսինքն Նոյի թորների սերունդն ենք համարվում։ Հետեւաբար մենք ի սկզբանե եղել ենք, որովհետև այնտեղ երբ որ աշտարակաշինությունը լինում է եւ լեզուները խառնվում են, բոլոր նրանք, ովքեր որ այլ լեզուներ են վերջ ձեռք բերում, իրենք հեռանում են, գնում են ուրիշ տեղեր ապրելու, բայց նրանք, ովքեր որ այդ լեզվի կրողներն էին անում, դրա համար էլ շատերը ասում են, չէ, որ հայոց լեզուն դրախտի լեզուն է, որովհետև Ադամն ու Եվան են այդ լեզվով խոսել, հետո Նոյն է խոսել եւ Նոյի որդիները այստեղ են մնացել, հետո ում լեզուները խառնվել են, իրենք գնացել են։ Բայց այստեղ այդքան լեզուների մասին չեմ ուզում խոսել, այլ նրա մասին, որ մենք ի սկզբանե, քանի որ այս տարածքում ենք ապրել, այսինքն մենք ի սկզբանե Նոյի ժառանգներն ենք, Թորգոմի ժառանգներն ենք, Հայկի ժառանգներն ենք, որտեղից եւ հայ անվանումը, չէ՞։ Ուրեմն մենք այդ կրոնի ժառանգներն ենք, որը որ իրենք ունեցել են, իսկ իրենք հավատացել են միակ եւ ճշմարիտ Աստծուն։ Հետևաբար այն խոսույթը, որ շատ անգամ երբ ես կիսվում եմ YouTube-ով մեր զրույցները, Հայկի հետի զրույցները, մենք շատ հեթանոսներ ունենք իդեպ մեր հայրենիքում, Հայաստանում, շատ չեն ծծում ենք։ Ես չգիտեի, որ իրանք շատ են, բայց իրանք շատ չեմ կարծում, որ շատ են։ Այսինքն միգուցե իմ էջ էին իրանք հարցակում գործել, չգիտեմ, բայց շատ էին։ Իրենք ինձ ինչ էին ասում են Անի ջան, լավ ես անում, որ վերադառնում ես քո ինքնությանը, բայց մենք քեզ խորհուրդ ենք տալիս, որ դու ավելի հեռանաս ավելի խորանաս քո ինքնության մեջ եւ գնաս հասկանաս, որ քո պապերը եղել են բազմաստված, այսինքն մինչեւ այդքան ես էլ լավա գիտեի, ես էլ ասում եմ, բայց դուք ավելի խորացեք բազմաստվածությունն էլ անցեք, եթե ուզում եք իսկական հայի ինքնությունը, եթե բազմաստվածությունը անցնես, փաստորեն մեր պապերը, հեն Հայկ Նահապետն էլ ասում եք, կամ դուք ինչպես նշեցիք, փաստորեն եղել են մի Աստված, Նոյը եղել է մի Աստված եւ Նոյից սերվել ենք մենք, եւ միաստվածության հետևորդ, այսինքն ճշմարիտ Աստծո հետևորդ, այո, ճշմարիտ Աստծո հետևորդ, եւ եթե ես իմ ինքնության մեջ լավ խորանամ, մեկը ես չեմ հանգչում բազմաստվածության մեջ։ Այդ մի հատ պիրյուդ ա եղել, որտեղ որ մենք ապրել ենք։ Նման մարդկանց կարող եք հորդորել ընթերցել ընդամենը Սուրբ Մովսես Խորինացու պատմություն հայոցը, որտեղ ցույց է տալիս մեր ծագումնաբանությունը եւ տանում հասցնում է մինչեւ Աստված։ Փաստորեն ինչ փոխվեց։ Մենք ճշմարիտ Աստծո հետևորդներն ենք եղել եւ հետո ժամանակի ընթացքում ընդունել ենք բազմաստվածություն եւ ի վերջո, ինչպես Ագաթ Հանգեղոսն ասում, դարձ ենք ունեցել, այսինքն վերադարձ դեպի միաստվածություն։ Երբեք տենց չէի մտածել։ Եվ Տեր Մովսես, ինչ տարբերություն մի աստվածության մեջ եւ ինչ փոխվեց երբ եկավ Քրիստոս եւ մենք ընդունեցինք քրիստոնեություն, արդյոք մենք այն ժամանակ չէինք հավատում Աստծուն, որտեղ մենք քրիստոնյա չենք եղել, եւ արդյոք լիարժեք չէր Աստված եւ Աստծուն պետք էր, որ մենք դառնայինք քրիստոնյա հազարամյակներ հետո։
Այ ինչ փոխվեց, որ մենք ընդունեցինք Քրիստոս Աստծուն նաև, եթե կարելի է այսպես հարցնել։ Այսինքն, եթե համեմատության մեջ դնենք Նոյի ժամանակ եղած հավատքը եւ արդեն Քրիստոսի ժամանակ եղած Նույն հավատքը, ինչ Աստվածն է, չէ՞, տարբերություն, ինչ փաստորեն փոփոխություն է, Աստված մեկ է։ այո, նույն Աստվածն է, բայց տեսեք, կյանքը զարգացման մեջ է մշտական։ Մենք միշտ աճում ենք եւ ինչ նշանակում է, որ մենք ավելի ու ավելի ճանաչելու հնարավորություն ենք ունենում։ Օրինակ փոքր երեխան փոքր ժամանակ կաթ է խմում, մի քիչ մեծանում է միս է ուտում, չէ՞, Պողոս առաքյալի օրինակն է։ Այսինքն մանուկը նախ պիտի կաթ ուտի, հետո պիտի միս ուտի։ Այսինքն 5 տակարանյան ժամանակաշրջանը նախապատրաստական ժամանակաշրջան էր։ Մի շրջան էր, որտեղ մենք կաթ էինք ուտում, որպեսզի կարողանայինք հասնեինք արդեն Քրիստոսին, որովհետև Քրիստոս ասում է, չէ, ես չեկա օրենքը փոխելու, խախտելու, այլն լրացնելու։ Ինչը, բայց ասվել է, եթե ատամի դիմաց ատամ, ապա ես ասում եմ մի այդի տապտապում եմ, այսինքն ինքը ինչ է անում, ինքը զարգացում է բերում, ինքը մի այլ ուրիշ ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում Աստված ճանաչողությունը, որովհետև նույն պատվիրանների պահեցողությամբ մենք գալիս ենք դեպի Աստված ճանաչողություն։ Հավատքը, ճշմարտությունը չի փոխվում։ Այսինքն թե նույն ժամանակ Աստված նույնն էր, թե մեր օրեր Աստված նույնն է, ինչպես առաքյալն է ասում, Հիսուս Քրիստոս երեկ եւ այսօր նույն եւ հավիտյան։ Այսինքն չկա մի ժամանակ, որտեղ Հիսուս Քրիստոս այլ է, չկա մի ժամանակ, որտեղ Աստված այլ էր։ Եվ երբ որ մենք ընթերցում ենք 5 տակարանի հենց առաջին էջերում, մենք արդեն տեսնում ենք Սուրբ Երրորդության հայտնությունը։ Չէ, այնտեղ ասում է եւ Աստված ասաց մարդ ստեղծենք մեր պատկերով։ Եվ շատ հաճախ այնտեղ կան տեղեր, որտեղ որ Աստված ասաց, բայց եթե եբրայերենից թարգմանենք, կստացվի, որ եւ Աստվածները հոգնակիով Էլոհիմ բառն է օգտագործում, ասաց եզակիով։ Այստեղ հարգանքի նշան չի, որ Աստծուն հոգնակիով են դիմում, որովհետեւ եթե այդպես լիներ, բայնել հոգնակիով, բայց այնտեղ մենք տեսնում ենք, որ եւ Աստված Էլոհիմ հոգնակի թվով ասաց եզակի թվով մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանատիպ բազմաթիվ դրվագներ հենց առաջին համարը, չէ, եւ խավար էր անդունդի վրա եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա եւ Աստված ասաց թող լինի լույս, այսինքն Աստծո խոսքը կա այստեղ, Սուրբ հոգին կա այստեղ եւ Հայր Աստված, այսինքն Սուրբ Երրորդությունը նույն կտակարանում էլ արդեն ներկայացված էր, բայց այն ընկալումը, որը որ բերեց Հիսուս Քրիստոս, այն զարգացումը, որը որ մեզ տվեց Հիսուս Քրիստոս 5 տականում այդպես բացահայտ կերպով ներկայացված չէր։ Հետևաբար ինչ փոխվեց, արդյոք հավատքը փոխվեց, ոչ, արդյոք Աստված փոխվեց, ոչ, մենք ուղղակի մեծացանք, մենք ավելի զարգացանք եւ օր-օրի վրա գնալով զարգանում ենք, թեև Քրիստոսի ճշմարտությունը, Քրիստոսի ժամանակ արդեն տրված, ինքը իր կատարելության մեջ է, այսինքն Քրիստոսի ուսմունքը այլևս կատարելագործվելու տեղ չունի, դա կատարումն է, այսինքն լրություն, ամբողջությունն է, ինքը այլևս կատարելագործվելու տեղ չունի ուսմունքը, բայց մենք միևնույն է դեռ կատարելագործվելու տեղ ունենք, դեռ հասկանալու տեղ գիրքը եւ Քրիստոսի ուսմունքը։ Աստորեն բացի նրանից, որ Քրիստոս եկավ մեզ փրկելու եւ մենք մեղքի մեջ էինք կորած, որ դա էլ աստորեն դրթեց Քրիստոսին, որ գա եւ մեզ փրկի, որտեղ մեղքը մեզ սպանում է, մյուս պատճառը, որպիսի մենք Աստծուն ավելի լավ ճանաչենք։ Այսինքն կարող ենք ասել, որ մենք Աստծուն մինչեւ Քրիստոս այդքան լավ չենք ճանաչել ու պատրաստել չենք եղել ճանաչելու, այտենց ոնց ներկայացավ։ Գիտեք, բնականաբար Քրիստոսի ժամանակ պատրաստվածությունը արդեն ավելի մեծ էր, այսինքն մարդկային միտքը ավելի զարգացած էր եւ գնալով ավելի է զարգանում։ Հիմա ոնց ասեմ, Քրիստոս բերեց Աստված ճանաչողության մի նոր մակարդակ եւ այո, Հիսուս Քրիստոս եկավ փրկելու աշխարհը, բայց հասնել փրկության առանց ճանաչելու փրկությունը մի քիչ հարցական է, ոնց դու կարաս ինչ որ առումով գույր լինես, բայց արևի ջերմությունը զգաս, բայց ոչ կատարելապես։ Օրինակ մուսուլմանները չկարողացան ընդունել Աստծո երրորդությունը, մուսուլմանները այսօր Քրիստոսին ընդունում են որպես բան, ինչ են, մարգարե, բայց ասում է ոնց կարաս ունենաս 3 Աստված, Աստված մեկ է, ու մենք իրանց բացատրում ենք, ասում ենք այո, Աստված մեկ է, ունի 3 անձ,
էությունը նույնն է, բայց երեք անձ են, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, իրանք չեն կարողանում այդ նորամուծությունը, որ Քրիստոս բերեց Աստված ճանաչողության մեջ, օրինակ մուսուլմանները չեն կարողանում դա ընկալեն։ Հենց հետո դա բացարձակապես նորամուծություն չի, բացարձակապես 5 տականում էլ կա եւ մարգարեները, որոնք որ գրել են 5 տականի գրքերը, շատ հստակ կերպով պատկերացրին օրինակի համար հայտնի մեսիական Սաղմոսը Դավիթը, երբ որ ասում է եւ Տերն իմ տիրոջն ասաց նստիր իմ աջ կողմում, միջև քո թշնամիներին կդնեմ ոտքերի տակ փրփ պատվանդան։ Ինչ է նշանակում եւ Տերն իմ տիրոջն ասաց։ Ընդ որում այստեղ Յահվե եւ Ադոնայ բառերն են կիրառված, այսինքն Յահվեն Ադոնային ասաց, հա, Տերն իմ տիրոջն ասաց։ Հիմա Յահվե, ինչպես Էլոհիմ, նշանակում է Աստված, ընդհանուր Աստվածության անունն է, իսկ Ադոնայ բառը, այսինքն որը ավելի շատ Տեր է նշանակում, որտեղից է գալի այս բառը։ Պատվիրանք է, չէ, որ Աստծո անունը զուր տեղը տալ չի կարելի։ Եվ հրյաները, երբ որ ընթերցում էին Սուրբ Գիրքը, ամեն անգամ, երբ որ գալիս էին ասում են Յահվե անվանը, Յահվե, երբ Մովսեսը հարցնում է, Աստված Մովսեսին պիտի ուղարկեր Եգիպտոսից հրյաներին հանելու համար, եւ Մովսեսը Աստծուն հարցնում է, ասում է. Տեր, եթե ես գնամ այնտեղ եւ ինձ հարցնեն, թե որ Աստծուն ես դու հետևում, ես ինչ պիտի ասեմ, եւ Աստված ինչ է ասում, այսինքն երբ որ Մովսեսը հարցնում է Աստծուն, Աստված ինչ է ասում է Յահվե, որը այսօր շատերը ասում են Եհովա, բայց Յահվե ավելի ճիշտ տարբերակն է այդ բառի, կամ տետրագրամատոնի, այսինքն քառատառի, ինչ է սա նշանակում, Յահվե բառը, այսինքն որը ներկանում է իբրև Աստծո անուն, նշանակում է լինել բայն է։ Ես եմ, որ է, այսինքն եթե մենք Յահվե անունը թարգմանենք, կստացվի ես եմ, որ է, այսինքն կամ եմ, երբ Մովսես հարցնում է, ասում է Տեր, ես որ գնամ այնտեղ ինձ հարցնեն, թե ով է քո Աստված, ես ինչ ասեմ, Աստված ասում է ես եմ Աստված։ Այսինքն դու ոնց ես կարողանում համեմատության մեջ դնես այլ աստվածների հետ։ Ես եմ միակ Աստվածը։ Այս բառի, այս անվան բացատրությունը դա ես եմ միակ Աստվածը, որ կամ։ Ուրիշ Աստված, երբ քեզ կհարցնեն, թե որ Աստծուն ես դու դավանում, դու պիտի ասես միակ եւ ճշմարիտ Աստծուն, որովհետեւ այլ Աստված չկա։ Հիմա բայց պատվիրան կա, որ այդ Յահվե անունը ես եմ, որ եմ, հրյաները չպիտի արտասանեին։ Եվ իդեպ մենք կարող ենք առանձին Աստված եզրույթի մասին մի առանձին հաղորդում ունենալ, թե ինչ է նշանակում Աստված եզրույթ, ինչպես է Գայնավորը չկա, չէ՞, ոնց որ Յահվեի մեջ Տեր Մովսես։ Չէ, ընդհանրապես եբրայերեն հին գտականի բնագիր տեքստում ձայնավորներ չկան։ Ասում ոնց որ շունչ լինի։ Յ, տառերն են, բայց իրենք ուղղակի չեն գրել, այսինքն ոչ մի բառի մեջ ձայնավոր չկար։ Միայն բաղաձայներն են գրվել։ Դրա այդտեղից էլ գալիս է տարընթերցումներ հիմա Յահվե թե Եհովա, որովհետև բաղաձայները նույնն են, բայց ձայնավորները իրենք դնում են, թեև գիտնականների մեծ մասը բացատրում են, որ ճիշտ տարբերակը Յահվեն է եւ ոչ թե Եհովան։ Հիմա երբ որ իրենք գալիս էին հասնում էին Յահվե բառին, իրենք փակում էին իրենց բերանը, չէին ընթերցում հրյաները Սուրբ գրքում։ Իսկ երբ պիտի խոսեին Աստծո մասին, որպեսզի չասեին Յահվեն, ասում էին Ադոնայ, Տերը։ Այսինքն հրեական միջավայրում Տեր եզրույթը կիրառվում էր բացառաբար Աստծո համար։ Այսինքն եթե հրյան ասեր Տերն ասաց, նշանակում է Աստված ասաց։ Եվ հետաքրքիր է, որ Դավիթ մարգարեն ասում է Տերն իմ տիրոջն ասաց։ Այսինքն Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, երկու տերերի մասին է խոսում։ Քրիստոսին չի ճանաչել, մարգարեացել է առանց հասկանալու այդ բանը։ Այո, ով ասաց, որ առանց հասկանալու։ Ով ասաց, որ առանց հասկանալու։ Ախր չէ որ, այո, չէ որ ինքը մարգարե եղել, չէ որ ինքը ճանաչել է Աստծուն, չէ որ ինքը Աստծո հետ շփման մեջ է եղել։ Այսինքն ինքը շատ հստակ պատկերացրել է ինչ է գրում, ինքը հստակ խոսում է երկու տերերի մասին, ասում է Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, երկու տեր է ինքը մեզ ներկայացնում, բայց միևնույն ժամանակ, քանի որ Սուրբ Երաժշտության խորհուրդը իր մտքում կար, այսինքն ինքը հասկանում է, որ կա Հայր Աստված, կա Որդի Աստված, կա Սուրբ Հոգի Աստված, որոնք երեքը մեկ աստվածություն են երեք հանձերով, ինչը հիմա մի փոքր ավելի ուշ կբացատրեմ, թե ոնց կարելի է ընկալել, ոնց կարելի է պատկերացնել։ Չի բացվել Քրիստոս Աստված, Հիմա դրանք անդրադառնալու, դե Դավիթը մարգարե էր։ Համել ոչ բոլոր հրյաներն են, որ չեն հասկանում Սուրբ Երաժշտություն, չէ՞ որ հրյա քրիստոնյաներ կան,
թե ոչ Շատից այտենց ցավոք։ լայնացած, բայց առաջին քրիստոնյաները իրականում առաջին Առաջին պետական կրոն իբրև ընդունածը մենք ենք, բայց առաջին քրիստոնյաները հрьяաներն են եղել։ Եվ հիմա տեսեք այստեղ, երբ որ Դավիթը գրում է Տերն իմ տիրոջն ասաց, հունարենում երկու տեղերում էլ Kyrios բառն է կիրառված, այսինքն երկու տեղերն էլ Տեր բառն է կիրառված, գրափարում երկու տեղերն էլ Տեր բառն է կիրառված, նոր կտակարանում երկու տեղերն էլ Տեր բառն է կիրառված, բայց եբրայերեն բնագրում տարբեր են։ Մեկը Յահվեն է, մեկը Ադոնայ է։ Մեկը Այսինքն արգելվածը, մեկը չարգելվածը։ մեկը արգելվածը, մեկը չարգելվածը, որով Դավիթ մարգարեն ինքը հոր եւ որդու միջև զանազանություն է դնում։ Օ։ Այսինքն ինքը բացատրում է, որ Համել ռիսկ ունենում ասի անունը, որտեղ այո, որ եվրեյները սովորաբար լռել են, ասել են այո, Ադոնայ, բայց ինքը այո, փաստորեն մարգարեության ժամանակ ասում է դե թե բնական է։ Յահվեն, Ի վերջո իր սաղմոսները Սուրբ գրքի մի մաս են կազմում, իսկ Սուրբ գրքի մեջ Յահվե բառը անընդհատ օգտագործվում է։ օգտագործվում է։ Սովորական մարդիկ չէին կարող օգտագործել եւ միայն քահանայապետը տարին մեկ անգամ, երբ որ մտնում էր Սրբություն Սրբոց, այդ ժամանակ տարին մի անգամ միայն քահանայապետը կարողանում էր Յահվե անունը արտասանել։ Ինչ է Կարծեմ դա։ Յոպրիտոն Լավ, իրենց իսկ հրյակ։ այս Հիմա ամեն ինչը մեր ինչին է պետք։ Այս կրոն ասվածը, չգիտեմ, կարող առաջ եմ ընկնում, Տեր Մովսես ինձ ուղղություն տվեք, եթե իհարկե առաջ եմ ընկնում։ Ես ընդհանրապես հասկացանք, որ կրոնը եւ մենք եղել ենք մի Աստված, միշտ հավատացել ենք մի Աստծու, հետո մի քիչ շեղվել ենք, հետո նորից վերադարձել ենք ճշմարիտ Աստծուն։ Բայց ընդհանրապես մարդ արարածին ինչին է պետք կրոնը, ես ինչի եմ այս հարցը տալիս, սա հենց այն արմատն է, որ շատ շատերը, ովքեր մի քիչ հավատքի թուլություն ունեն, իրենք շատ հաճախ ընդհանրապես այսօր աշխարհն է դրա մասին շատ խոսում, ասում է, որ կոնկրետ քրիստոնեությունը ստեղծել են հрьяաները, ավելի ճիշտ ջհուդները, որպիսի կարողանան մեզ կառավարեն։ Իրանք դա չեն պահում, իրանք պահում են, ասենք, չգիտեմ, Թալմուդը կամ 5 կտակարանը, Տորան, բայց մեզ տվեցին այս ուսմունքը, էլի եվրեյներին, որ չես վստահում, արդեն սկսում ես ամեն ինչի մեջ կասկածել, եւ փաստորեն սա կառավարման հրաշալի ձև էր, որ արդեն 2000 տարի փաստորեն կարողանում են կառավարեն մեզ քրիստոնեությամբ։ Խնդրում եմ դրա մասին է խոսեք, որ ինչու է Քրիստոսը հենց ճշմարիտ Աստվածը, որտեղ ուրիշ շատ կրոններ էլ կան։ Եթե խաղաղություն ես ման գալիս, բուդդիզմի մեջ էլ կարաս գտնես խաղաղություն։ Բայց փաստորեն քրիստոնեությունը միակ փրկության ճանապարհն է։ Չգիտեմ, խուճուճ եղավ հարցս, եթե կարաք ինչ-որ մի կերպ երկու-երեք հարց առանց ասեցիք։ Առաջը ինչով է քրիստոնեությունը յուրահատուկ։ Երկրորդը ինչ է տալիս քրիստոնեությունը, ինչին է մեզ պետք կրոնը, հա, ինչ է մեզ տալիս կրոնը, եւ ինչու հենց քրիստոնեություն, եւ երրորդը արդյոք քրիստոնեությունը կամ կրոնը առհասարակ կառավարման միջոց է։ Ուրեմն այս երեք հարցերը ֆիքսենք, բայց եկեք սկսենք վերջի հարցից։ Արդյոք քրիստոնեությունը կամ առհասարակ կրոնը կառավարման միջոց է եւ ում կողմից է այն կառավարվում։ Ուրեմն տեսեք, այն որ քրիստոնեությունը կառավարման համակարգ է բերում, ինչ որ առումով կառավարում է, դա միանշանակ է։ Ի վերջո Աստված տալիս է պատվիրաններ, որով մարդիկ պիտի կառավարվեին, չէ, որով իրենք պիտի իրենց կենցաղը պահեին, մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, չէ, որ սրանք կառավարման Այսինքն սիստեմներ են։ սահմանադրության հիմքը Աստվածաշունչն է, ոնց հասկացա։ Դե միանշանակ, այո, այո։ Սահմանադրությամբ մեզ կառավարում է, որտեղ անհրաժեշտ է, բայց հիմքը Աստծո պատվիրաններն են։ Այո, առաջին սահմանադրությունը կարելի ասել, որ հենց Աստվածաշունչն է։ Ուրեմն տեսեք, քրիստոնեությունը ինչ որ առումով իր մեջ կառավարման սիստեմ պարունակում է, բայց մենք այդ կառավարման սիստեմին հանդիպում ենք երբ որ Աստված Մովսեսի միջոցով հրեաներին հանում է Եգիպտոսից եւ բերում է, որպեսզի ստեղծի իր թագավորությունը, Աստծո թագավորությունը, եւ այնտեղ պիտի լիներ հստակ կառավարման կարգ, բայց քրիստոնեությունը, որքանով էլ կառավարման տարր իր մեջ պարունակում է, քրիստոնեությունը երբեք չի կարող ներկայացվել իբրև մեկ անհատի կողմից, մարդու կողմից մեկ այլ մարդուն կառավարելու միջոց։ Եվ անգամ
Աստծո կողմից մարդուն կառավարելու միջոց չի կարա դիտարկվի։ Ինչու՞։ Շատ հստակ, որովհետև մարդը ինքն է ընտրում, որոշում ենթարկվել այդ կառավարման համակարգին, թե ոչ։ Այսինքն քրիստոնեությունը ունի կարգ եւ կանոն, բայց քրիստոնեությունը ազատության մասին է։ Մի րոպե, ստեղ իմ մոտ բանա հարց է առաջանում, պիտի տամ։ Դուք ասեցիք, որ քրիստոնեության մեջ չկա թե մարդը մարդու վրա կառավարել եւ թե Աստված մարդու վրա ոնց որ կառավարի բռնանա, մեզ տվել է ազատ կամք, ճիշտ հասկացա։ Հիմա, բա այս դեպքում, եթե այդպես է, Աստվածաշնչում չի է գրված, որ հարգի քո կառավարչին։ Հիմա Այսինքն տեսեք։ պահի ինչ որ կառավարիչդ քեզ ասում է, խորհուրդ է տալիս, որտեվ այդ ինձ լավ է։ Տեսեք, դուք ընդհանրապես պատվիրաններից կամ օրենքներից մեկը վերցրեցիք, հա, ենթարկվեք ձեր իշխանություններին, որովհետև իշխանությունները Աստծո կողմից են, եւ այստեղ կա հոգեվոր իշխանություն, այստեղ կա աշխարհիկ իշխանություն։ Այդ ժամանակ, երբ որ Պողոս Առաքյալը դա գրում էր, կար հռոմեական իշխանություն, ընդհանրապես օտարի լուծ, այսինքն ինքը ասում էր նաեւ օտարին ենթարկվի, որովհետև ինքը քո վրա հիմա գերակա եւ կարող ուղակի գլուխը ուսերից թռցնի, հա։ Դուք ընդհանրապես մեկ օրենք վերցրեցիք, մեկ պատվիրան վերցրեցիք, բայց բոլոր պատվիրանները առաջին էջից մինչև վերջին էջ, իրենք ենթադրում են կառավարման մոդել, իրենք տալիս են կարգ ու կանոն, այսինքն ընդհանրապես 5 տականի առաջին 5 գրքերը միասին կոչվում են օրենք, Թորա, չէ։ Եվ Քրիստոս ամեն անգամ երբ որ ասում է եւ սրա մեջ է օրենքն ու մարգարեությունը, 5 տականը նկատի ունի եւ սրա մեջ է ամբողջ 5 տականը, որովհետեւ առաջին մասը կոչվում էր օրենք, երկրորդ մասը կոչվում էր մարգարեություն եւ պատմական գրքեր, բայց ընդհանուր որպես մարգարեություն։ Հիմա օրենք կա Աստծո կողմից տրված, կարգ ու կանոն կա Աստծո կողմից տրված, բայց օրենք կար չէ, որ շաբաթ օրը պիտի սուրբ պահես։ Եվ Հիսուս Քրիստոս շաբաթ օրով հասկ էր իր աշակերտների հետ հասկ էին փոխում եւ ուտում։ Դավիթ մարգարեն հաց է ուտում, որը իրան չէր կարելի ուտել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ օրենք կա Աստծո կողմից դրված, բայց նույն Աստծո կողմից երբեմն օրենքը շրջանցվում է։ Եվ ինչպես է Հիսուս Քրիստոս բացատրում, ասում է շաբաթն է մարդու համար եւ ոչ թե մարդը շաբաթի, այսինքն օրենքն է մարդու համար եւ ոչ թե մարդը օրենքի, օրենքը մարդու հանդեպ գերակա չէ, օրենքը մարդուն ծառայելու համար է, այսինքն այն կարգը, որ Աստված մեզ տալիս է, թեև ինքը կառավարում է իրենից ենթադրում, բայց նրա համար չէ, որ մեկը մյուսին ստրկացնի, նրա համար չէ, որ մեկը մյուսի հանդեպ պատժող դառնա, այլ նրա համար է, որպեսզի մարդկանց միջև լինի սեր։ Ի վերջո, տեսեք, օրենք ասեցինք, չէ, 5 տականի առաջին տեղա թողնում մեզ։ Ինքը տալիս է առաջարկը, բայց մի քիչ էլ տեղա թողնում, թե մենք դա ոնց կօգտվենք։ Չէ, օրենքը ասեցիք մեզ պիտի ծառայի, մեր համար է տալի, առաջարկա, ինչ որտեղ, որպեսզի մենք մեղքեր չգործենք, մեր հոգիները չկորցնենք։ Ճանապարհ է, փրկություն ճանապարհ, բայց միշտ Աստված համագործակցություն ոնց որ սիրի։ Այսինքն տվեց օրենքը, բայց համեր սպասում է մեր կողմից համագործակցություն, կպահենք թե չենք պահի, այս վիճակը կա։ Տեսեք, Ադամին ու Եվային երբ որ ստեղծեց, դրեց դրախտում, ասաց ամեն ինչ ձեզ տալիս եմ, բայց այս մի ծառի պտղից չուտեք։ Առաջին օրենքն էր, չէ՞, որին պիտի հետևեր համապատասխան հատուցում, ասաց եթե ուտեք կմահանաք։ Հիմա ինքը օրենքը տվեց, հետևանքի մասին էլ զգուշացրեց, բայց Ադամն ու Եվան իրենք պիտի որոշեին, ուտում են թե չեն ուտում, այսինքն մեղ գործում են թե չեն գործում։ Տեսեք, ինչի եմ ասում, որ քրիստոնեությունը ունի կառավարման մոդել իր մեջ, բայց այդ կառավարման մոդելից ավելի վեր քրիստոնեության մեջ, քրիստոնեական հիմնական կարմիր թելն է, որ անցնում է Սուրբ գրքի առաջին էջից մինչև մյուս էջը, դա ազատությունն է։ Աստված ինքը ազատ է, նա ցանկացավ եւ ստեղծեց մարդուն, ոչ մեկ չպարտադրեց Աստծուն, եւ Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ, ինչը նշանակում է, որ ինչպես Աստված հավիտենական էր, մարդը հավիտենական է, ինչպես Աստված արարող էր, մարդը արարող է, եւ ինչպես Աստված ազատ է, մարդը նույնպես ազատ է, բայց Պողոս Առաքյալն էլ շատ լավ ասում է, որ մենք ինքներս պիտի մեր ազատությունը սահմանափակենք, որովհետեւ ամեն ինչ ինձ թույլատրելի է, բայց ոչ ամեն ինչ օգտակար։ Մենք ազատ ենք,
Մեզ քրիստոնեությունը ազատության քարոզիչ է, քրիստոնեությունը խելքի քարոզիչ է, այսինքն եկեղեցու առաջին դարի հայրերն էլ չեն նշում են, որ գնոսիս պիտի լինի, այսինքն իմացություն պիտի լինի, ճանաչողություն պիտի լինի, դու պիտի հասկանաս ինչ ես անում։ Քրիստոնեությունը կույրի մասին չէ, քրիստոնեությունը կույրի կրոն չէ, քրիստոնեությունը տեսողություն է։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն։ Քրիստոնեությունը ճանաչողություն է, իսկ ինչքան մարդ ավելի շատ է տեսնում, ճանաչում, հասկանում, այդքան ավելի քիչ կառավարելի է նա դառնում։ Հետևաբար քրիստոնեությունը չկառավարվելու մասին է, որևէ մեկի կողմից, բացի քո անձի։ Ինքդ քեզ պիտի կառավարես։ Եվ թե ինչպես ինքդ քեզ պիտի կառավարես, Աստված ինքը այդ մոդելը տալիս է։ Մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ամենակարևոր բանը որ կա այդ ազատության հետ, որ կարմիր թելով առաջին էջից մինչև վերջին էջը անցնում է, այն մտայնությունն է, որով որ դու այդ ազատության մեջ պիտի լինես։ Տեսեք, ասեցի, օրենք, այսինքն Սուրբ Գիրքը օրենքների մասին է նաեւ։ Երբ Հիսուս Քրիստոսին մոտենում են եւ ասում են, որն է մեծագույն պատվիրանը, այսինքն որն է օրենքների մեջ առաջինը, Հիսուս Քրիստոս երկու պատվիրան է առանձնացնում։ Եվ ասում է, երբ որ այդ երկու պատվիրանները տալիս է, իրենից մեկ պատվիրան են հարցնում։ Ինքը երկուսն է տալիս։ Եվ երբ որ այդ երկուսը տալիս է, ասում է, եւ սրանց մեջ են պարփակվում ողջ օրենքն ու մարգարեությունը։ Այսինքն եւ այս երկու պատվիրանի մեջ է ողջ Սուրբ Գիրքը։ Առաջին պատվիրանը՝ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, մտքով եւ սրտով։ Երկրորդը՝ սիրիր քո ընկերոջը այնպես, ինչպես սիրում ես ինքդ քեզ։ Օրենքների հիմքը սերն է։ Կառավարման հիմքը սերն է։ Մենք ինչ որ առումով մեր երեխաներին կառավարում ենք, չէ՞։ Թույլ չենք տալիս որոշակի բաներ կամ խթանում ենք, որպեսզի որոշակի բաների հասնեն։ Մենք իրենց ուղղորդում ենք, չէ՞։ Բայց սիրուց դրդված։ Մինչև որ իրենք ստացվում է, որ մենք նույնիսկ չգիտենք, կոնկրետ իմ մասին եմ խոսում, հա, ինչ է սերը, որովհետև երբ որ ես Քրիստոսին ծանոթացա եւ իսկական սերը ծանոթացրեցին ինձ, թե ինչ է իսկական սերը, ես իսկական, երբ որ սիրում եմ Քրիստոսի ասած ձևով, հա, ինքնազոհ ձևով, երբ որ ես դիմացինիս սիրում եմ, չնայած Աստված ասում է, սիրի դիմացինիդ նենց ոնց որ ինքդ քեզ ես սիրում, որովհետև չես կարա դիմացինին սիրես, եթե քեզ ատում ես, բայց մի տեսակ Քրիստոսի սիրո մեջ այս բառի համար կներեք, որ հիմա ասելու եմ։ Դու հաճույք կայֆ էի ուզում ասել, բայց չի սազում։ Դու մի տեսակ, երբ որ աշխարհիկ սիրո մեջ ես, դրա մեջ կա սենց էմոցիոնալ հաճույք, որ երբ որ քեզ սիրում են, դու իրանց ես սիրում, ինչ որ սենց էմոցիոնալ թիթեռնիկ վիճակ կա, որից նույնիսկ մենք կախվածություն ենք ունենում։ Եվ շատերս գիտենք, թե դա է իսկական սերը։ Օրինակ, երբ որ իմ ընկերուհին կամ իմ ընկերը ինձ ինչ որ լավ նվեր է տալի, ես ինձ սիրված եմ զգում, այդ զգացողությունը Քրիստոսի ասած սիրուն նման չի հեչ։ Ես գիտեի դա է սերը, որ եթե սա ինձի պուպուշ բան ասեց, ես իրան սիրում եմ, ինքն էլ ինձ է սիրում։ Բայց արի ուտես, որ Քրիստոսի սերը մի տեսակ նույնիսկ սենց ցավ կա իր մեջ ինչ որտեղի, որովհետև եթե ինձ դիմացինս պուպուշ չի արել, ես պիտի իրան ավելի բարձր տեսնեմ, պիտի Քրիստոսին իր մեջ տեսնեմ եւ պիտի փորձեմ շահեմ այդ մարդուն Քրիստոսի սիրով։ Այսինքն ինձանից ավելի շատ ջանք է ուզում Քրիստոսի սերը։ Ու այդ ճանապարհին նենց չի, որ ես տենց հաճույք եմ ստանում։ Տես, Անի ջան, բացատրեմ ես հասկացա քեզ, բայց տես, սերը միայն զոհողության մեջ չէ։ Սերը ամենաուժեղ արտահայտման միջոցը սիրո զոհողությունն է, բայց սերը միայն դրա մեջ չէ։ Տես, ես մենակ զոհողության մեջ եմ սերը սովորել, բայց հիմա մի վարքյան տես, երբ որ որևէ մեկը քեզ նվեր է տալիս, ոչ իր ավելցուկից, հա, տես, Կայենն ու Աբելը զոհաբերություն արեցին, չէ։ Աբելը տարավ իր լավագույն գառնուկին, Կայենը տարավ իր ավելցուկից։ Աստված Աբելին ընդունեց, Կայենը չընդունեց, չէ։ Որովհետև առաջինինը Աբելինը սիրուց դրդված էր։ Նա սիրեց Աստծուն, դրա համար լավագույնը տվեց Աստծուն։ Կայենը սիրեց ինքն իրեն։ Դրա համար դա արեց որպես պարտականություն, մի բան, որը որ նա պիտի աներ։ Հիմա երբ որևէ մեկը քեզ
նվեր է տալիս եւ սիրուց դրդված է նվեր տալիս եւ դու դրանից շոյվում ես, դա էլ է սեր, բայց նույն հաջողությամբ երբ որևէ մեկը քեզ ապտակ է տալիս եւ սիրուց դրդված է տալիս, դա էլ է նվեր։ Օրինակ իմ լավագույն նվերները, որ ես ստացել եմ իմ ծնողներից եւ առ այսօր հիշում եմ, դա միայն չէ ուզում տենց ասեի, նայելու են, հետո նեղվեն։ Ես այդ նվերներից շատ եմ ստացել դրոց։ Հիմա այսօր ես շոյվում եմ այդ նվերներից, որ իրանք ինձ տվել են, որովհետեւ Իմանության մասին դա կերտել է իմ ուղին։ Բայց նաև նույնպես շոյվել եմ ուրիշ նվերներից, որ իրանք ինձ տվել են, չէ՞, խրախուսանքի նվերներ։ Հիմա, բայց այսինքն սերը միայն զրկանք չի թելադրում, սերը նաև զրկանք է թելադրում, բայց սերը նաև դրական եւ հաճելի զգացումներ է թելադրում։ Բայց եկեք մի բան հասկանանք, որ սեր զգացմունք չէ։ Սերը առաջացնում է զգացմունքներ։ Սերը կարող է առաջացնել վշտի զգացում, ցավի զգացում, այսինքն ես երբ որ տեսնում եմ, որ իմ եղբայրը խոտոր ընթացքի մեջ է, իմ սիրուց դրդված ես վշտի զգացողություն եմ ունենում։ Երբ որ ես տեսնում եմ, որ իմ եղբայրը հաջողություն է ձեռք բերում, իմ սիրուց դրդված կամ իմ սիրուց ծնված ես հաճելի ապրումներ եմ ունենում։ Բայց սերը, ինքը սերը զգացողություն չէ։ Աստված է սերը։ Աստված սեր է, ինչպես ասում է Հովհաննես Ավետարանիչը իր ընդհանրական նամակում։ Եվ հետևաբար հասկանալու համար, թե ինչ է սերը, մենք պիտի հասկանանք, թե ով է Աստված եւ ինչպես է նա մեզ հայտնվում։ Հիմա ով է Աստված։ Սուրբ է Աստված։ Սերը ամենաանմիջական կապն ունի սրբության հետ։ Աստված սուրբ էություն է, Աստված սեր է։ Սիրել որևէ մեկին նշանակում է սուրբ էության մեջ հաստատել որևէ մեկին, տանել դեպի Աստված որևէ մեկին։ Իմ համար ես ուզում եմ ճանաչեմ Աստծուն, հիմա մի վարքյան բացատրեմ, սուրբ նշանակում է մաքուր, բայց իմ համար կա մի բանաձև։ Սիրել նշանակում է սրբացնել։ Ոչ թե որևէ մեկին նայել ասել վայ դու իմ սուրբն ես, չէ, սիրել նշանակում է որևէ մեկին տանել դեպի սրբություն, դեպի Աստված։ Եվ մենք կատարելապես սիրո մեջ, այսինքն մենք կատարելապես սրբության կարող ենք հասնել բացառաբար այն ժամանակ, երբ որ կատարելապես կմիավորվենք Աստծո հետ։ Կատարյալ միությունը սրբության հետ բերում է կատարյալ սրբություն, այսինքն կատարյալ սեր մենք կարող ենք ապրել այն ժամանակ, երբ որ կատարելապես Աստված կլինի մեր մեջ։ Հիմա այդ պատվիրանը, որ ասում է սիրիր քո Տեր Աստծուն, առաջինը, երկրորդը սիրիր քո ընկերներին, երրորդը այնպես ինչպես սիրում ես ինքդ քեզ։ Հակառակ ուղղությունից է սկսվում։ Դու նախ պիտի սիրես ինքդ քեզ։ Իսկ եթե դու սիրում ես ինքդ քեզ, նշանակում է դու անընդհատ աշխատում ես քո սխալների ուղղությամբ։ Այսինքն քո սխալները շտկելու ուղղությամբ։ Եթե ես ինձ սիրում եմ, նշանակում է ես ինձ ուզում եմ տեսնել Աստծո մեջ։ Երբ որ ես կսովորեմ իմ սխալները շտկել, երբ որ ես կսովորեմ իմ աչքի միջից գերանը հանել, ես կկարողանամ իմ եղբոր աչքի միջից շուռ։ Դեռ էլի պիտի ձեզ ասեմ մի հատ բան։ Պիտի ընդհատեմ ձեզ։ Ուրեմն ես իմ ողջ կյանքի ընթացքում լսել եմ այդ արտահայտությունը, որ դու պիտի սիրես ինքդ քեզ։ Երբ որ եկա Միացյալ Նահանգներ, այստեղ բոլորն են դրանով ապրում եւ ասեցի, օքեյ, ես էլ եմ ուզում ինձ դրանով։ Ինձ թվում է շատ քչերն են դրանով ապրում, բայց լավ, ասեք, ասեմ։ Վերջում ես էլ դա հասկացա։ Եվ փաստորեն այստեղ կա բազում գրականություն, ինչպես սիրես ինքդ քեզ, նույնիսկ այնտեղ պրակտիկա կա, որ ես անում էի, կանգնում էի, որովհետև այստեղ փսիխոլոգները փաստորեն վերցրել են այդ գիտությունից եւ էգոյի վրա է այդ ամեն ինչը կառուցվում, որը շատ վնասակար է։ Այսինքն այդ արտահայտությունը սիրիր ինքդ քեզ կարա շատ արագ շեղի, որտեղ ինքը շատ հաճելի արտահայտություն է, եւ ես շեղվեցի, երբ որ ես եկա Միացյալ Նահանգներ, Լուիզը Հեյի գիրքը վերցրեցի եւ ինքը ասում էր կանգնի հայլու առաջ եւ ասա, որ ես ինքս ինձ սիրում եմ։ Ու նախ ես չէի հասկանում, ինչի եմ ինձ սիրում, ինչի պիտի սիրեմ, բայց ասում էր, որ Լուիզը Հեյը ասում է, որ դու ինքդ քեզ պետքա սիրես, ես ինքս ինձ սիրում եմ։ Հետո ինքը ասում էր բան, առանձին սիրի քո աչքերը, չէ, մարմնի վրա է ավելի շատ գնում։ Ինքդ ոչ սիրի քո մազերը, ես շատ գիտեմ, քո կյանքը, քո անցյալը, քո արած լավ գործերը, ու այսպես շարունակ դու սկսում ես ձևավորել սեր քո նկատմամբ։
Ես այդ պրակտիկաները տարիներ շարունակ արեցի, ու ես հասկացա, որ ինձ մոտ բացի էգոից ուրիշ ոչ մի բան չաճեց։ Հետո պսիխոլոգների գրքեր սկսեցի կարդալ, պսիխոլոգներն էլ ասեցին, որ դու պիտի ճանաչես քո եսը։ Հետո այդ ինձ ավելի շեղեց, որպեսզի եսս ճանաչեմ։ Բուդդիզմի մեջ խորացա եւ սկսեցի մեդիտացիա անել եւ յոգա, որպեսզի ես իմ ներքին յան, ներքին անիին բացահայտեմ եւ սիրեմ իրան։ Հա, ու ինքը խորանում է մի հատ ահավոր ճանապարհով է գնում, համոզված եմ այսօր մեր Հայաստանում էլ են շատ մարդիկ դրա մեջ խորացված, որտեղ առաջի հայացքից ինքը շատ գրավիչ է, բայց կատաստրոֆա խորհուրդ չեմ տա ոչ մեկին, որտեղ ես լիքը հետազոտել եմ դա, եւ ես հասկացա, որ այդ արտահայտությունը սիրիր ինքը քեզ։ Ես դարձել էի մի հատ էգոիստ, ուրեմն բոլորին իմ կյանքից հանել էի, որովհետև իմ եսին խանգարում էին, նույնիսկ նեգատիվ մարդկանց բլոկ էի արել, մարդիկ ովքեր օգնության կարիք ունեին, եթե իմ եսին մի քիչ խանգարում էր իրանց նեղվածությունը, ես իրանց էլ էի, այսինքն ես դառել էի մի հատ էգոիստ, որ չի լսում մարդու գանգատը, նեղություն ընկած մարդկանց համարում էր նեգատիվ, չէի օգնում, կարեկցան ինձ համար, իմ համար ամենակարևորը իմ խաղաղությունն էր, իմ էգոիզմը այնքան էր մեծացել, որ բացի իմ խաղաղությունից ես ուրիշ ոչինչ կողքս չէի տեսնում, ասում էի կարևոր իմ խաղաղությունն է։ Հետո երբ որ ես եկա Քրիստոսի մոտ ու հասկացա, որ ընկերդ եթե խաղաղության մեջ չի, դու չես կարող խաղաղության մեջ լինես, Անի ջան։ Դու պիտի իրան էլ օգնես, տանես դեր ասած ձևով սրբության, հետո նոր այդ ժամանակ իսկականից ուրախություն է գալի։ Այսինքն սիրիր ինքդ քեզ արտահայտությունը մեր հասարակության մեջ ինքը լրիվ շեղված է։ Հիմա ես ձեզ ուզում եմ հարցնեմ, որն է ճիշտը, Աստվածաշնչյանը։ Սիրիր ինքդ, կներեք, հարցը շատ երկար էր։ Չէ, նորմալ է, տես։ Գիտես, չարը շատ բացառիկ մի հատկություն ունի, ճշմարտության ներքո սուտը ներկայացնել։ Այսինքն օգտագործել այն, ինչ աստվածային է ներկայացնելու համար կամ փոխանցելու համար մարդկանց այն, ինչ պիղծ է։ Տես, նույն Եդեմի կամ նույն Հիսուս Քրիստոսին, երբ որ մոտենում է փորձելու, չէ, ասում է, չէ, որ Սուրբ Գիրքում գրված է այսպես։ Եվ մեջբերում է, իսկականից մեջբերում է Սուրբ Գիրքը, բայց շրջանցում է այլ տեղիներ, որոնք նույնպես Սուրբ Գիրքի մեջ ներկայացված են։ Հիմա սիրիր ինքդ քեզ արտահայտությունը ամենակարևոր արտահայտություններից է, որ քրիստոնյան պիտի ունենա։ Այո, դու պիտի սիրես ինքդ քեզ եւ մարմնապես, եւ հոգեպես, եւ ոգեպես, այսինքն եւ հոգիդ, եւ ոգիդ, եւ մարմինդ պիտի սիրես։ Բայց երբ որ դու անտեսում ես հոգիդ եւ ոգիդ, եւ կենտրոնանում ես միայն մարմնականի վրա, դու անտեսում ես ինքդ քեզ։ Դու այլևս ինքդ քեզ չես սիրում, դու սիրում ես քո մարմինը, բայց ոչ ինքդ քեզ։ Հասկանում ես։ Հիմա այն սերը, որը որ դու ներկայացրեցիր սեփական անձի նկատմամբ, որը պիտի բերեր խաղաղության, արդյոք այդ սերը քեզ տվեց խաղաղություն։ Ժամանակավոր, հա։ Ժամանակավոր խաղաղությունը խաղաղություն չէ։ Խաղաղությունը Հիսուս Քրիստոսն է։ Իսկ եթե կրոնականից գանք այս կողմ, հավիտենական խաղաղությունն է միայն խաղաղություն։ Տես, Անի ջան, եթե ես սիրում եմ իմ մարմինը, ուրեմն ես չեմ կարող հանդուրժեմ հավելյալ քաշ, որը որ ես ունեմ։ Ինչու՞, որովհետև դա խանգարում է իմ առողջ ապրելակերպին։ Այո, ես պիտի սիրեմ ինքս ինձ եւ պիտի սիրեմ իմ մարմինը, ինչ նշանակում որ ես չպիտի լինեմ ճարպակալած, ես ճարպակալած եմ, թող ինձ ներեն բոլոր ճարպակալած մարդիկ։ Սա վիրավորական խոսք չէ։ Այսինքն, երբ որ ասում են ընդունիր քեզ այնպեսին, ինչպեսին որ դու կաս, դա ուղիղ հակառակն է սիրիր ինքդ քեզ արտահայտության։ Սիրել ինքդ քեզ չի նշանակում ընդունել քեզ այնպեսին, ինչպեսին որ դու կաս։ Սիրել ինքդ քեզ նշանակում է տեսնել քո թերությունները եւ շտկել դրանք։ Սիրիր ինքդ քեզ նշանակում է սիրել ոչ միայն մարմին, այլ նաեւ ոգիդ։ Իսկ սիրիր ընկերոջը դենի նշանակում է շտկել ընկերոջը։ Այո։ Սիրել որևէ մեկին, տես, միաժամանակ։ Տես, իմ համար սիրո լավագույն դրսևորումը դա ծնողական սերն է։ Ծնողները կատարյալ չեն։
բայց իրենց կաշվից դուրս են գալիս իրենց երեխաներին կատարյալ դարձնելու համար։ Միևնույն ժամանակ իրենք աշխատում են իրենց թերությունների ուղղությամբ, չէ՞, առանձին, բայց նաև իրենց կաշվից դուրս են գալիս, որպեսզի իրենց երեխաները թերություններ չունենան։ Սա է սերը։ Այսինքն, եթե ես սիրում եմ իմ երեխային, ես կարող եմ նրան զրկել շատ բաներից, իմանալով, որ դա իրեն տանելու է կործանման։ Եթե ես սիրում եմ իմ երեխային, ուրեմն ինքը պիտի անպայման իր դասերը սովորի եւ ես դրանով կսահմանափակեմ իր ազատությունը, որովհետեւ ինքը այդ պահին չի կարա ընտրի, չէ, ես չեմ ուզում դասանամ, ես ուզում եմ խաղամ։ Չէ, սիրելիս, ուզում ես խաղաս, դասերը տարա եւ գնա խաղա։ Այսինքն սիրել նշանակում է դիմացինին կատարելագործման տանել դեպի կատարելություն, տանել դեպի Աստված, տանել դեպի սրբություն։ Սա է բանաձևը։ Սիրիր ինքդ քեզ, նշանակում է շտկիր քո թերությունները։ Սիրում ես քո մարմինը, շտկիր մարմնի թերությունները, բայց այդ չի նշանակում, որ չգիտեմ, կներեք, շուրթերես դուրս չեն գալի, գնամ շուրթերես մեծացնեմ։ Չէ, դա մի բան է, որը որ քեզ Աստված տվել է։ Սիրել քո մարմինը նշանակում է հետևել քո առողջությանը, սնվել ճիշտ, ապրել ճիշտ, բավարարել քո մարմնի բնական պահանջները, քնել ճիշտ ժամանակին, սիրիր քո ոգին, ինչ նշանակում է սիրիր քո ներաշխարհը, քո միտքը, քո զգացումները, այսինքն նշանակում է ստրեսի մի ենթարկիր ինքդ քեզ, նշանակում է, որ բարին ստեղծիր, միտքդ զարգացրու եւ սիրիր քո հոգին, հոգու կանչը, հոգու տենչը Աստված է, նշանակում է հոգի տար դեպի Աստված։ Եթե սիրում ես ինքդ քեզ, պիտի երեք ուղղությամբ կատարելագործման գնաս. մարմնական, հոգևոր եւ ոգեղեն։ Մարմնականը դե բարձ արդեն ոնց, հոգևորը Աստծուն տենչալով, աղոթելով եւ Սուրբ Գիրք ընթերցելով եւ ոգունը մարդկանց հետ բարի հարաբերություններ ստեղծելով։ Եթե դու Սուրբ Գիրք չես կարդում, չես աղոթում, մարդկանց հանդեպ լավ վերաբերմունք չունես, բոլոր այն պատվիրանները, որոնք որ Աստված անում է, չես գողանում ես, չգիտեմ, եւ այլն չթվարկեմ։ Եթե դու այդ ամեն ինչը չես անում, Սուրբ Գիրք ընթերցել, աղոթել, ուրիշներին հարգել, ուրիշներին ընդունել եւ առողջ ապրելակերպ չունես, եթե դու այս ամեն ինչը չես անում, դու ինքդ քեզ չես սիրում։ Ինչքան էլ դու հայլու մեջ կանգնես եւ ասես, վայ, էսի սիրուն աչքեր ունեմ ես։ Այլ կերպ ասած, եթե սիրում ես ինքդ քեզ, կարդա Սուրբ Գիրք, աղոթիր, մշտապես եղիր ընթերցանության մեջ, որ միտքդ զարգացնես, մշտապես եղիր մարզումների մեջ, որ մարմինդ առողջ լինի, սնվիր ճիշտ, ապրիր ճիշտ։ Մի տեսակ ձեր ասած այդ պատկերացրեցի ես այդ քրիստոնյային, ինքը շատ ինչ որ լիբերալ, մոդեռն, sense այս դարաշրջանի Առողջ ապրելակերպի մեջ լիբերալիզմը որտեղ է։ Մի րոպե, իմ համար Անտոն անապատականը ճգնավոր, երբ որ ես իր գիրքը կարդում էի, Աստվածիմ, ընդհանրապես, երբ որ ես ճգնավորների գիրքն եմ կարդում, կամ մեր առաքյալների, ովքեր նահատակվել են Քրիստոսի համար, ես երբեք չեմ տեսնում, որ Պողոս առաքյալը ինքը հաստատ սիրում եւ գնահատում էր Աստծո տված մարմինը, բայց ասենք Պողոս առաքյալը հաստատ առավոտները չէր հելնում մարզանքանում կամ միգուցե աշխատանքի միջոց ես համոզված եմ դրանում։ Ես համոզված եմ, որ իմ տպավորությունը ճգնավորների հանդեպ, քրիստոնյայի հանդեպ, իմ պատկերացումը, երբ որ ես կարդում եմ մեր սրբերի գրականությունը, ես իրանց մեջ ոչ մարմին եմ տեսնում, նույնիսկ ես շունչ չեմ տեսնում, ես իրանց մեջ տեսնում եմ խոնար հոգի, եւ ես կարծում եմ, որ այդ երեքը, երբ որ նույն գծի վրա են մարմինը, հոգին, բոլորը sense բալանսի մեջ, sense վիճակա մենք են, որ sense դզվել ենք, կներեք, այս որ ժարգոնով եմ ասում, ես դրա մեջ բան եմ տեսնում, something is off, բայց երբ որ ես տեսնում եմ ճգնավորին, որ ինքը իր մարմինը հոգու համար, հոգու սրբության համար մարմնին նենց է սաստում, որ օրերով կանգնած է քնում, կամ մի բուռ է ուտում, հասկանում եք, կամ չի շփվում ոչ մեկի հետ ու ինքը միայնակ է, մենակության մեջ է, երբ որ ինքը համ մարմինն է սաստում, համ շունչն է սաստում հոգու համար, այդ է իմ համար իսկական քրիստոնյայի օրինակը, ոչ թե որ դու տենց մոդեռն ժամանակակից տենց սաղ բալանսի մեջ է քո մոտ, դու հարգում ես քո հոգին, մի տեսակ something is off, ես կարծում եմ պիտի հոգին լինի առաջինը, ինչի, որովհետև եթե ես
շատ խորանամ ու շատ հարգեմ իմ մարմինը։ Ես կարամ պահի տակ մոռանամ իմ հոգին, ես ինձ լավ եմ ճանաչում։ Միգուցե մնացած մարդիկ տենց չեն, բայց եթե ես կսեմ սուպեր ինձ հետևել եւ ամեն ինչը սենց խնամքով մի բան եւ գնամ ինչ որ ինձ պուպուշ շորեր հագնեմ, որտեվ Սողոմոն թագավորը հարուստ է եղել, այդ ուղեղով, հա, գնամ ու սկսեմ ինչ որ տենց լաքշուրի բաներ ինձ առնեմ, ես կտրվում եմ իմ հոգուց։ Այդ է իմ ասածը, որն է Անիչ ճիշտ բալանսը։ Բայց ես երբեք չասեցի, որ գնաս պուպուշ շորեր առնես, թեև եթե գնաս առնես, ես դեմ չեմ լինի։ Ես ասեցի, որ մարմնի, Հա, հոգու եւ ոգու միաժամանակ կատարելագործում պիտի լինի, ոչ թե միայն մարմնի։ Իմ ասածը այն չէր, որ դու միայն տարվես մարմնովդ։ Իմ ասածը այն էր, որ բայց դու չեք սուտ կարծում, գիծ որ դարձած, հոգին մի եթե վարքյան, կատարյալ է, խնդրում, please, ես ավտոմատ։ քեզ չխանգարեցի խոսել, Դե բայց please։ ով բան եք ասում, Որում իմ մոտ հարց առաջանում։ թող մի հատ միտքս ասեմ, որ նոր Հա, 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 հարցը տաս, կարող է ես քո հարցին հա, հա, պատասխանում հա։ եմ ընթացքում։ Ահա, Ուրեմն, երբ որ ես ասացի, որ քո կատարելագործման մեջ առաջին տեղը Սուրբ Գիրք ընթերցելը պիտի լինի, եւ ահա, այդ թվում նաեւ մարմինդ պիտի այո, պիտի մարզվես, պիտի ճիշտ ծնվես, ինչի, որ ավելի երկար ապրես եւ ավելի կատարելապ իմ օրինակը տամ քեզ, եւ որ օրը որ ես մարզվում եմ, ես ավելի լավ եմ ծառայում Հիսուս Քրիստոսին, քան թե որ օրը որ չեմ մարզվում, Բա որովհետեւ ճգնավորները, մարզանքը մի վարքյան, հեսա սա հիվանդ ճգնավորների էին մեր կանդար ճգնավորները, Մի հիվանդի թողնես խոսքներ խոսքս ասում։ վերջացնում, Անի ջան, please, խնդրում Հա, եմ։ հա, Թող մի հատ խոսքս հա, վերջացնեմ, էլի։ Ես կանդրադառնամ ճգնավորներին, խնդրում եմ։ շնորհակալություն։ Ուրեմն այն օրը, երբ որ ես մարզվում եմ, իմ Ահա, շրջանառությունը եւ այլն ավելի են նպաստում, որ ես կարողանամ ավելի պրոդուկտիվ ծառայեմ Հիսուս Քրիստոսին։ Որ օրը որ չես մարզվում, տրվում ես շատակերությանը, դու թորոնում ես։ Դու չես կարողանում քո 100%-անոց պոտենցիալը ծառայեցնես։ Այնպիսին է ի տարբերություն շատ շատերի հին ժամանակում բոլոր ճգնավորները ֆիզիկական աշխատանք են արել, այգի են մշակել, չգիտեմ, քարանձավ են փորել, իրանք ֆիզիկական աշխատանքի մեջ են եղել, ահա։ Բայց խոնար, դա իրանց իմ խոնարացել է, խոնարհություն մի ջիմում վարքան, weight Անի ջան, բարձրացնելը քեզ չի խոնարացնում, ով մարմինդ է ասեց, ճնշում։ ով ասեց, որ չի խոնարհացնում, Մի տեսակ նայած դաժե թե չեմ ոնց կարող ես մոտենում համեմատեմ դրան, ճգնավորների այդ մի վարքան, ճգնավոր թող խոր ես հավաքելը վերջացնեմ, բայց ջիմի հետ։ թող Ահա, վերջացնեմ, ահա, պես, զետ։ ուրեմն, երբ որ դու Դու չես կարող մենակ հոգուտ մասին խնամք տանես, որովհետև այդ հոգին այս կյանքում արտահայտվում է մարմնիդ միջոցով։ Դու չես կարող մենակ միտքդ զարգացնես, որովհետև եթե դու չունենաս ձեռք գրելու կամ բերան խոսելու համար, դու չես կարող միտքդ մարդկանց փոխանցես։ Իմ ասածը սա է, եւ ի վերջո, եթե Աստծո համար մարմինը կարևոր չլիներ, մենք մարմնով հարություն չէինք առնի։ Ահա, Իսկ մենք հարություն ենք առնում մարմնով։ Միայն մեր հոգիները չեն, որ բարձրանում են երկնքի արքայություն։ Չէ, Հիսուս Քրիստոս նույն մարմնով հարություն առավ։ Մարմինը քրիստոնեայի համար նույնքան կարևոր է, որքան հոգին եւ ոգին, բայց միայն կատարյալ բալանսի մեջ։ Դու երբ որ ասում ես, որ դու ջիմում, չգիտեմ, քաշ ես բարձրացնում եւ դա քեզ բերում է հպարտության, դու նշանակում է, որ դու արդեն քո մարմինը ավելի վեր ես դասում, քան թե քո հոգին եւ քո ոգին։ Բայց երբ որ դու հասկանում ես, որ դու դա անում ես նրա համար, որ դու ունենաս ուժ այդ նույն ոգուտ գաղափարները մարդկանց փոխանցելու համար, դա այլևս հպարտության պատճառ չի կարա դառնա քո համար։ Դա դառնում է միջոց։ Մի անգամ մի գիտնական լավ կներեք, ասում որ չաղ գիտնականներ, ասենց են, որ սկզբից մարմիններ գալի, հետո ինքը գլուխը, մոտեցավ միկրոֆոնին, մի ելույթ էին անում եւ ասաց ինքն էլ գիտնական լսեց։ Շատ գիտնականներ մտածում են, որ մարմինը ընդհանրապես տրանսպորտ է մտքի համար, ուղեղի համար։ Դա այդպես չէ։ Եվ իսկապես դա այդպես չէ, որովհետեւ մարմինն էլ է Աստծո ստեղծածը։ Մարմինն էլ է պարգև Աստծո կողմից։ Այո, այսօր մարմինը տկարացած է մեղքի պատճառով, բայց նույն սիրել մարմինը նշանակում է հանել մեղքը մարմնի միջից, հանել հպարտությունը մարմնի միջից, որովհետև երբ որ դու հպարտությունը ունես, եթե դու հպարտանում ես քո մարմնով, դու հպարտանում ես ոչնչով, հասկանում ես, իսկ ինչ վերաբերվում է ճգնավորներին, տես, ես հիմա ինձ շատ բան թույլ չեմ տա ասեմ, որովհետև շատերը կարող է մի քիչ ուրիշ ձև հասկանան, բայց չեմ հիշում, որ անապատականներ, որ Սուրբ Գրքում գրված է, որ ամբողջ օրը ուտում էր ընդամենը մեկ բան,
ոլորի հատիկ ամբողջ օրվա ընթացքում։ Կարող է ինքը ուներ այն աստիճան սրբություն, որ կարողանում էր ամեն օր ընդամենը մեկ ոլորի հատիկով, դա իր վարքի մեջ էր գրված, ամբողջ օրը մեկ ընդամենը ոլորի հատիկով ապրել, բայց հաստատ ես ու դու այդ սրբությունը չունենք։ Մի Բայց ուրիշ մենք սրբի դեպի մասին, ուր ենք գնում, դեպի ինչ սրբություն ենք գնում։ մի վարքյան հեսա կասեմ։ Մի ուրիշ սրբի մասին գրված էր վարք սրբոցում, որ այդ սուրբը այնքան անուններ չեմ տալիս եւ չեմ տա։ Այդ սուրբը իմ մանկութեն, այսինքն իր մանկությունից այնքան սուրբ էր, որ չորքշաբթի եւ ուրբաթ օրերը մայրական կաթ չէր խմում։ Հիմա նման բաներ կան գրված եւ կարծում եմ պետքա շատ ավելի զգուշ վերաբերվել դրան, հա։ Իրանք կարային ապրեին մի պայմաններում, որտեղ ընդամենը մի բուռ խոտ ուտելով մենք ունենք խոտակերած վանք ունեցել ենք, որտեղ այդ վանականները միայն բույսերով են սնվել։ Իրենք կարողացել են իրենց առօրյան ստեղծել այնպես, որ կարողանան սնվել միայն բույսերով եւ կարողանան կատարելապես ծառայել Աստծուն։ Իրանք ստեղծել են այդ պայմանները։ Հիմա իմ ասածը հետեւյալն է. եթե դու կարաս ստեղծես պայման իրավիճակ, որտեղ դու կարաս միայն խոտ ուտելով կատարելապես ծառայես Հիսուս Քրիստոսին, խնդրեմ, արա։ Բայց ես օրինակի համար, որ ապրում եմ Հայաստանում, քաղաքում եւ ամեն օր անում եմ ծանր մտավոր աշխատանք, ես չեմ կարող միայն մի բուռ խոտ ուտելով այդ աշխատանքը իրականացնեմ, որովհետեւ երբ որ ես մտնում եմ աշխատանքի մեջ, ես զգում եմ, որ իմ մարմինը պահանջում է, որպեսզի ես մարզվեմ։ Եվ եթե չմարզվեմ, ես զրկում եմ ինձ իմ գործելու պոտենցիալի 100%-ից, այսինքն մաքսիմալ հնարավորությունից։ Հիմա իմ 100%-ը կարող է մեկի համար 30%, այսինքն մեկի 30%-ը իմ 100%-ն է, կարա տենց բան լինի, բայց ես իմ պոտենցիալի 100%-ը կիրառելու համար, եթե մենք չենք խոսում ճգնակիացների մասին, որոնք աշխարհում չեն, այլ Ես մենակ ճգնակիացների մասին չէի օրինակ բերում։ Ես առաքյալների մասին էի բերում, ովքեր այնքան էին Քրիստոսի համար աշխատում, որ կարային սոված մնային, Քրիստոս էլ իրանց հետ, հետո հավաքվում էին, ասենք, շատ անգամ հացել չունեին ուտելու, իրանցից մեծամասնությունը, հա, կարելի է ասել, աղքատ է եղել, եւ ապահովված տենց չեն եղել, Քրիստոս էլ տենց Աստծո որդի լինելով չի եկել ու մերսեդեսներով ու կառքերով ման չի եկել, հասարակ գոմում ա ծնվել, այսինքն Քրիստոսի եւ առաքյալների օրինակը ինձ միշտ տանում է դեպի խոնարհություն, այսինքն նաեւ համեստ կյանք։ Ես չեմ կարծում, որ համեստ կյանքը դա լավ բան չի, որտեղ համեստ կյանքի մեջ ես դու խոնարհվում, որտեղ երբ որ ես կոմֆորտնի ապրել եմ, երևի ձեզանից շատերն են ապրել ճոխ եւ կոմֆորտ կյանքով, ես հասկացել եմ, որ դրա մեջ վտանգ կա։ Այսինքն ես հիմա այսօր ինձ փորձում եմ ավելի համեստի մեջ, որտեղ իմ մոտ միշտ եղել է ձգտում լաքշրին։ Իմ մտայնությունը, ես այդպես եմ շոու բիզնեսի մեջ դաստիարակվել, տանը տենց չեմ դաստիարակվել։ Եվ հետո ես հասկացա, որ դա սխալ է, ու այսօր ես չեմ փորձում դառնամ ճգնավոր, բայց այսօր Անտոն կոնկրետ, Անտոն անապատականը ինձ համար մի հատ sense վերին օրինակ է, իհարկե ամենավերևը Քրիստոս է, մի հատ sense եղբայր է եւ օրինակ է, ում ես նայում եմ եւ ուզում եմ հասնեմ, ես իհարկե չեմ հասնի Անտոն անապատականին, բայց ինքն է իմ օրինակը, եւ կենտրոնանալ, որ ես պիտի մարմինս մարզեմ, որովհետև իմ ուղեղը լավ չի աշխատում, ինձ համար դա արդարացում չի։ Սենց թե նենց, եթե դու ուզում ես քարոզես Քրիստոսի լույսը, դու պիտի հաց ուտես, որ ուշքդ չգնա եւ միտքդ էլ չշեղվի։ Իդեպ, եթե լինես ճշմարիտ ուսմունքի մեջ, միտքդ երբեք չի շեղվի։ Հա, կենտրոնանալ շատ մարմնի եւ շնչի վրա հավասար, ոնց որ հոգուն հավասար։ Ես այդտեղ համաձայն չեմ, որտեղ իմ համար իմ օրինակը ոչ թե իմ մարդկային, տեսեք, այդտեղ ժողովուրդը շատ ոգևորվեց, երբ որ մարմնից սկսեցին խոսալ, օ, մարմինը պիտի մաքուր լինի, որովհետեւ քրիստոնյան պիտի պուպուշ կոկիկ հագնվի, ով ասեց, որ պիտի վրայցդ հոտ գա։ Ես դրա մասին չեմ խոսում, սիրելի հայրենակիցներ, մի ոգևորվեք։ Ես ասում եմ, Հովան Ոսկեբերյանը ասել է, լաքշուրի կյանքը ինքը մեղք է, կարա մեղքին տանի։ Հիմա ես դուք կարող ասեք, դե հարուստներ կան, որ մաքուր են։ Ես հիմա իրանց մասին չեմ խոսում։ Լաքշուրի կյանքը ես իմ փորձից եմ ձեզ ասում, որտեղ ես լաքշուրի կյանքով ապրել եմ, ձեզանից շատերն էլ են ապրել, ինքը քեզ կարա տանի հոգու թուլության։ Դու չես հասկանում, բայց պուպուշ բան առար,
մի քիչ թանգանոց դու սկսում ես այն մյուս պուպուշ բանը ունենալ։ Հիմա կարող ասես, դե ո բոմժի նման չի հագնվելու քրիստոնյան, չէ՞ որ Քրիստոսին ես դու ներկայացնում։ Այո, բայց երբ որ դու նայում ես առաքյալների շորերին, այնպես չի, որ իրանք թագավորական շորերով են ֆրֆրացել եւ գնացել են, վերջում են նահատակվել են։ Քման ժողովուրդ։ Ասենք ձեր համար քրիստոնյայի օրինակը ով է։ Քրիստոս իր համեստությունով։ Հիմա ինձտեղ մի համոզեք, որ պիտի ես ասենք տենց սուպերսկի մաքուր ու կոկիկ լինեմ, որ մարդիկ իմ խոսքը լսեն, հոգով խոսա։ Թող հոգիդ տենց ուժեղ լինի, մարդիկ շորերից չնայեն։ Կարևորը որ ինձդ հոտ չգա, սենց ասեմ, մեկ էլ բերանիցդ։ Էդ էլ պրինցիպի ատամներ պիտի սարքես, դրա համար է փողապետ։ Հիմա կարամ ասեմ, Այո։ իսկ իմ Որտեղ որ այստեղ ասում են խոսքի մեջ չաչանակ բերանդ փագի։ Իվարկյան Չաչանակը լիքը հարցեր ունի։ ժողովուրդ ջան, նախ եկեք որևէ մեկը որևէ մեկին թող որևէ բան չասի, որովհետև մենք բոլորս մարդիկ ենք ազատ արտահայտվելու իրավունքով։ Մեկ, երկրորդը մենք խոսում ենք ճշմարտությանը հաղորդ դառնալու համար, հա, եւ երրորդը, եթե այստեղ մի չաչանակ կա, դա ես եմ ուղղակի ինձ զուսպ եմ պահում։ Հիմա Անի ջան, իմ որ մի խոսքի մեջ, դες ես քեզ լսեցի եւ ժողովուրդ ջան, խնդրում եմ դուք էլ բան մի արեք էլ հիմա մեկը իմ հետ համաձայն կլինի, մեկը Տանի հետ համաձայն կլինի։ Հիմա էլ գրել է Աստված օգնական ձեզ, Տեր Մովսեսյանին դիմացի անի ճաշանակությանը։ Անի ջան, մի հատ կոմենտ գրես, քեզ բլոկ եմ անելու։ Անի, ինչ ես այդպես դիտարկում։ Հիմա նայ, կան մարդիկ, ովքեր կհամաձայնեն իմ հետ, կան մարդիկ, ովքեր կհամաձայնեն քո հետ։ Դուք սխալ բան չեք ասել, Տեր Մովսես, արձագանք Իվարկյան, ձեր ասացի։ Դուրն էլ նկավ, ականջին շոյող բան ասեցիք։ Մարմինը ու իրանք սենց սիրեցին է ձեր։ Այսքան հոգևոր թեմայից խոսացին, ոչ ոք չակտիվացավ։ Հենց սկսեցին խոսել մարմնական, որ պիտի այո, պարապես գնաս, հոգ տանես, ինքդ քեզ սիրես։ Սա ակտիվացա, ես էլ դուրս եկա չաչանակ։ Դուք ոչ մի սխալ բան չեք ասել, Տեր Մովսես։ Իրանց արձագանքը почему-то ուրիշ տեղ տարավ։ Մարմնից են խոսացի։ Այդ է իմ ասածը։ Այդ է։ Լավ, տես, Անի ջան, հիմա արի մի պա այս էմոցիոնալ դաշտից դուրս գանք, երկուսս էլ եւ վերադառնանք մեր խոսակցությանը եւ ժողովուրդ ջան, խնդրում եմ մի բան արեք, էլի, մի մեզ դրեք էմոցիոնալ Սա իմ էջն է, Անդո, եւ ես իմ լեզվին չեմ տալիս։ Ես իմ էջով այսօր զրույց եմ անում Տեր Մովսեսի հետ եւ ունեմ լիքը հարցեր։ Եթե ես հարցեր չունենայի, ես Տեր Մովսեսին չէի հրավիրի։ Եթե դուք այսօր եկել եք իմ էջ, դուք էլ ուրեմն ունեք հարցեր։ Հասկացաք։ Եվ եթե ես շատ հարցեր եմ տալիս ու դա ձեր դուրը չի գալիս, կարա գնաք։ Ես լիքը հարցեր ունեմ իմ մեջ, ես պետքա Տեր Մովսեսին իմ բոլոր հարցերը տամ։ Եվ եթե ես ունեմ անհամաձայնություն, ես չեմ ամաչում իմ անհամաձայնությունը ասեմ։ Եթե ձեր դուրը չի գալի եւ կարծում եք, որ ես իմ լեզվին եմ տալի, կարաք լքեք իմ էջը։ Կներեք Տեր Մովսես ջան։ Ուրեմն ես ուրախ եմ եւ կրկին ասեմ, ուրախ եմ, երբ որ ինձ հակաճառում են։ Թող ես չեմ ասում, որ դուք ինձ հակաճառում եք, հա, Անի ջան, բայց ես ժողովուրդ, ովքեր որ հիմա այդպես բաներ եք գրում, ես ուզում եմ, որ դուք հստակ պատկերացնեք, որ բանավեճը, երբ որ երկու կողմերն էլ պատրաստ են բանավեճին, այսինքն վիճում են միմյանց հետ ճշմարտության հասնելու համար, նշանակում է երկու կողմերն էլ պատրաստ են ընդունել, որ որևէ կետում իրենք սխալ են։ Այդպիսի բանավեճը միայն առողջ բանավեճ է եւ այստեղ ինչ է տեղի ունում առողջ բանավեճ եւ ես ընդհակառակը խորհուրդ կտամ Անին, ինչքան հնարավոր է Անի ջան ինձ հակաճառի։ Ինչքան կարաս ինձ հակաճառի եւ եթե կլինի մի կետ, որ ես չեմ կարողանա պատասխանեմ, կասեմ ապրես, Անի ջան, ես գնացի ավել գիրք կարդալու եւ ես ուրախ կլինեմ։ Հիմա որովհետեւ դուք շատերը չգիտեք, բայց մենք Անի հետ միայն լայվերով չենք կապի մեջ, մենք իրար հետ ամեն օր ենք բանավիճում, ամեն օր ենք վիճում։ Նկարը հիշեցին։ Ես Տեր Մովսեսին այս եթերից դուրս այնքան հարց եմ տալիս, որ մենք արդեն մի հատ նկար ունենք, ջղայնացած մի հատ մարդ է դրսում կանգնած, այն որ չգիտնի ինչ անի, հենց արդեն մեր մոտ հասնում է այդ պիկին, հիմա պիտի այդ նկարը ուղարկելու ժամանակն է։ Առանց այս հարցերի ես չեմ կարող ունենալ, չէ՞ իմ պատասխանները։ Իհարկե, Ես կարծում եմ, որ շատերն ես վստահում եմ Տեր Մովսեսին, դրա համար եմ ես խնդրել, որ Տեր Մովսեսը գա այսօր խոսա, բայց թույլ տվեք ես իմ հարցերը ասեմ, եթե ձեր դուրը չի գալի, գնացեք, երեխեք ջան։ Եվ ավելին ասեմ, Անի շատ գովելի այս համառ կեցվածքը
ինձ ստիպում է ավելի լավը դառնալ։ Օրինակի համար ես ասում եմ, ես այս բանը չեմ անի, ինքը այնքան ասեց, որ ասի լավ կանեմ։ Հիմա ինչ որ X բան, որը որ ինձանից հավելյալ ջանք էր պահանջում, հավելյալ աշխատանք էր անում, ես էլ ասում եմ, ժամանակ չունեմ այդպես բանալու, ինքը ստիպեց եւ ես անելու եմ ու անում եմ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ, նախ եկեք մեզ բոլորս խելոք պահենք, էլի։ Եկեք ես այսքան այս մի ժամը խոսում եմ սիրո մասին։ Այս մի ժամը խոսում եմ նրա մասին, որ պետք է մենք մեկս մյուսին սիրենք։ Եվ երբ որ ես խոսում էի մարմնի, հոգու եւ ոգու կատարելագործման մասին, դա խոսում էր այն սիրո մասին, որ դու պիտի ունենաս քո հանդեպ, որպեսզի կարողանաս սովորես սիրել դիմացինին։ Ի վերջո Աստված ասում է Հովհաննես կրկին ավետարանի չէ իր ընտանական նամակում ասում է Աստծո անունից. Եթե ասեք թե սիրում եք ինձ, բայց չսիրեք միմյանց, կեղծավոր եք, որովհետև ինչպես կարող եք սիրել նրան, ում չեք տեսնում, երբ չեք սիրում նրանց, ում տեսնում եք։ Հիմա ես պիտի խնդրեմ, որպեսզի ձեր բոլոր կոմենտները, անգամ անհամաձայնության, անգամ հակաճառության կոմենտները անեք սիրուց դրդված։ Այսինքն հիմա ես ու Անին վիճում ենք իրար հետ, բայց մեր մեջ այդ ատելություն չկա մեկս մյուսի հանդեպ։ Մեր մեջ կա սեր, ինչը նշանակում է, որ ես ուզում եմ, որ Անին հասնի կատարելության, Անին ուզում է, որ ես հասնեմ կատարելության։ Անին ինձ ստիպում է ավել աշխատեմ, ես էլ Անին ստիպում եմ ավել մտածել հարցերի մասին, որոնց մասին ինքը մտածել է, բայց միգուցե կարող է ինչ-որ մի կետ ուրիշ ձև է մտածել։ Հիմա եթե ինքը չարտահայտի իր մտածելակերպը կամ շատ-շատերի մտածելակերպը, ինքը երբեմն կարող է ասի բաներ, որ ինքը այդպես չի մտածում, որովհետև ես գիտեմ ինքը ոնց է մտածում։ Բայց հիմա եթե ինքը չբարձրաձայնի շատ-շատերի մտածելակերպը, մենք ոնց ենք այս հարցերը քննարկելու։ Եվ մի խնդրանք, որպեսզի մենք որոշել ենք, որ ամեն երեքշաբթի պիտի այս լայվերը լինեն, չէ՞, եւ այս լայվերը պահպանվելու են։ Հիմա որպեսզի դա այդպես լինի, ես պիտի խնդրեմ, որպեսզի այլևս նման խոսակցությունների առաջ մենք չկանգնենք, որովհետեւ եթե մենք նման խոսակցությունների առաջ պիտի կանգնենք, ես մեկը չեմ ուզենա շարունակեմ նման զրույցները, որովհետև դա իմ պատկերացումներին հակասական է։ Հիմա վերադառնանք, ինչպես ասում են, մեր ոչխարներին, եթե կարելի է։ Անի ջան, իմ որ մի ասացի մեջ դու մոռացանք ամեն ինչ։ Իմ որ մի ասացի մեջ դու լաքշերի տեսար։ Ես ձեր պատասխանի մեջ լաքշուրի չեմ տեսել։ Ահա։ Ես արձագանքի մեջ տեսա սխալ ընկալում։ Հա, ո՞րն է այդ ընկալումը։ Ասա մի հատ դրան անդրադառնանք։ Երբ մենք հավասարացրեցինք շունչը սիրել շունչը, հոգին, առանձին իրանց ժամանակ հոգին եւ մարմինը, այո, երբ որ մենք իրանց դրեցինք հավասար գծի վրա, ես կարծում եմ այդտեղից գալիս է թյուր կարծիք, որտեղ մարդիկ իրենք հավասար գծի վրա չեն կարող լինել, ներողություն եմ խնդրում, եթե իմ ասածը սխալ է, այո, եթե իմ ասածը սխալ տպավորություն է թողել, ես ուզում եմ ասել, մարմինը, ոգին եւ հոգին հավասար գծի վրա երբեք չեն կարող լինել։ Ինչու, որովհետեւ իրանցից ամեն մեկը ունի իր յուրահատկությունները։ Մարմինը տվյալ պարագային տկար մարմին է։ Այն մարմինը չի, որ պիտի լինի հարության ժամանակ։ Այսինքն նույն մարմինն է, բայց այս պահին մեր մարմինը տկարացած է մեղքով։ Ինչի պատճառով մենք կարանք հիվանդանանք, մենք կարանք տկարանանք, մենք ունենում ենք մեղսածին ցանկություններ։ Ոգին էլ չի կարա հոգու հետ նույն մակարդակի վրա դրվի, որովհետև ոգին մեր միտքն է եւ մեր զգացումները, եւ շատ հաճախ մեղքը ապականում է մեր միտքն ու ապականում է մեր զգացումները։ Հոգին, որը իմ համար հավիտենական ոգին է, իսկ հավիտենականն է մեր մեջ, դա Աստծո ներկայությունն է մեր մեջ, Աստծո շունչն է մեր մեջ։ Աստծո շունչը չի կարա պղծվի։ Մեր ոգին կարա պղծվի, մեր մարմինը կարա պղծվի, բայց Աստծո շունչը մեր մեջ չի կարա պղծվի։ Հետևաբար, ես երբ որ ասում եմ, երբ որ դա ասեցի, ես նկատի ունեի, որ մենք մարմինը, հոգին եւ ոգին դնում ենք նույն հարթության վրա, ոչ, բայց նույն կերպ, ինչպես մենք զարգացնում ենք մեր հոգևոր ապրումները, այսինքն նույն կերպ ինչպես մենք մեր հոգու Աստծո հասնելու ուղղությամբ ենք աշխատում, նույն կերպ իմ պատկերացմամբ, այո, մենք պիտի աշխատենք ոգու եւ մարմնի կատարելագործման ուղղությամբ։ Եվ երբ որ ես ասում եմ կատարելագործում, դա նախ եւ առաջ նշանակում է մեղքը հանել մարմնի եւ ոգու միջից։ Եվ իմ պատկերացմամբ, երբ որ դու շատակերությամբ ես տառապում, ինչի են սրբերը քիչ ուտում,
որովհետև կերակուր էներգիա էր տալիս եւ երբ որ աշխատելու եւ երբ որ դու այդ էներգիան ամբողջությամբ չես պարփում, երբ որ դու այդ էներգիան ամբողջությամբ չես սպառում, ինքը քեզ դրդում է մեղքի։ Բայց երբ որ դու կարողանում ես սպառել ավելի շատ էներգիա, քան թե ստանում ես, ինքնըստինքյան մեղքին ժամանակ չի մնում, հասկանում եք։ Այսինքն, երբ որ ես ասում եմ, որ մենք պիտի տանենք կատարելագործման մեր մարմինները, ոգիները եւ հոգիները, երեքն էլ պիտի տանենք, նշանակում է, որ մենք պիտի նախ եւ առաջ պայքարենք մեղքի դեմ։ Եվ իմ համար, տես դու ասում ես Անի ջան, որ շատերը ջիմում քաշ բարձրացնելը իրենց տանում է հպարտության։ Ինչի, որովհետեւ իրենք դա անում են գեղեցիկ տեսք ունենալու համար, որ շատերը իրենց հավանեն։ Ես ասում եմ, չէ, ժողովուրդ, մենք դրա համար չպիտի գնանք ջիմ։ Մենք պիտի գնանք եւ մարզվենք, որպեսզի ուժ ունենանք գործելու։ Սրանք Ինչ տարբեր գործելու։ մոտեցումներ են։ Առհասարակ աշխատելու, Ում ավելին համար։ անելու, հանուն Աստծո, հանուն մարդկանց։ Այսօր ո՞ր մի ջիմի տղեն է Աստծո համար գնում ջիմ։ Ես, Հասկացա՞ք։ Դե թողելի մարդիկ բայց ձեր դա ես պատասխան։ էլ եմ ասում ախր։ Այսինքն մենք, տեսեք, ես էլի եմ ասում, նպատակը ո՞րն է, եթե նպատակը առողջ լինելն է, նշանակում է դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Եթե նպատակը այն է, որ գեղեցիկ տեսք ունենան, որ մարդիկ ինձ հավանեն, նշանակում է դու սխալ ճանապարհի վրա ես։ Հիմա ամեն ինչ այս աշխարհում, որ մեզ տրված է Աստծո կողմից գործածելու ի բարին։ Մենք դանակով կարանք հաց կտրենք տանք աղքատին, դանակով կարանք մեկի կոկորտը կտրենք։ Դրանից դանակը լավը կամ վատը չդարձավ։ Մենք ենք դանակը լավ կամ վատ ուղղությամբ կիրառում։ Նույնը մանրամարզությունները, նույնը կերակուրը, նույնը այն ամեն ինչ, որ ես ասեցի, նույնը շոր գնել կամ չգնելը։ Ինչի համար ենք մենք դա անում։ Մարդկանց աչքին ավելի լավը երևալու համար սխալ մոտեցում է, որովհետև այդ պայուսակը, որ ես ուզում եմ գնեմ, հարմար է, որովհետև տարօրինակ է կամ որակյալ է, ճիշտ մոտեցում է։ Այսինքն, ստեղ հարցը լաքշերի կամ ոչ լաքշերի լինելու մեջ չի, ստեղ հարցը նպատակի մեջ է, ինչի համար եմ ես տվյալ գործողությունը անում, ուրիշներին լավ երևալու համար, թե ավելի լավ եւ ճիշտ իմ կյանքը կառուցելու համար։ Սրա մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ 99.8%-ը, չեմ ասում 99.9, մարդկանց հայերի մասին չի միայն խոսքը, սիրելի Տեր Մովսես, մարդիկ գնում են ջիմ մարմնի համար, յուրաքանչյուր գեղեցիկ իր գնում են իրանց էգոյի համար, այստեղ ոչ ոք հավաքված չի եւ չի ծառայում Հիսուս Քրիստոսին, ասենք այս 99-100 հոգուց մի քանի հոգին են, ովքեր այդ ամեն ինչը անում են Քրիստոսի համար։ Հասկանում եք, իմ ասածը նա է, որ երբ որ դու ասում ես, որ քրիստոնեությունը ազատ է, դու կարաս ընենց քեզ ազատ զգաս, դրա համար Աստվածը տեղ ստոպ դրել ու ասել, էսի մի արա։ Իմ ասածը հենց այդ է, որ միշտ կա բայց։ Այո, դուք ասում եք, որ պիտի ձեր խոսքի մեջ չկա սխալ բան։ Դուք ասում եք, որ քրիստոնյան ինքը իրան պիտի հարգի եւ յուրաքանչյուր քայլ պետք է անի Աստծո համար։ Նույնիսկ եթե ինքը գնում է ջիմ, ինքը Աստծո խոսքը քարոզելու համար իրան էներգիա է պետք։ Մենակ Աստծո խոսքը քարոզելու համար չէ, ճիշտ ապրելու համար, առողջ լինելու համար էլ։ Հա, կամ ինչ որ մեկին օգնելու համար, հա, ինչ որ, չգիտեմ, այդ ինքնազոհություն, Քրիստոսը ինքնազոհ Աստված էր։ Երբ որ դու գնում ես ջիմ, իմ համար դու այդքան էլ ինքնազոհ չես, էլի մի տեսակ, որ դու էներգիա ունենաս, դրա համար ես գնում ջիմ։ Իմ համար something is off։ Կներես ասեմ, ինքնազոհությունը պետքա տեղ ունենա դրսևորվելու համար։ Այսինքն, նայ, հիմա ինքնազոհությունը, երբ որ դու անում ես շատ բաներ երեխայիդ համար, կտրելով ինքդ քեզանից։ Մեկ, օրինակի համար։ Ինքնազոհությունը, երբ որ դու քո կյանքը տալիս ես հանուն հայրենիքի, երկու։ Բայց եթե դու քո կյանքը չտվեցիր հանուն հայրենիքի եւ հետ վերադարձար, այդ ինքնազոհությունը տեղի չունեցավ, թեև դու պատրաստակամ էիր դրան, դա ավելի պակաս չի, ավելի պակաս սեր չի։ Եվ ասեմ ավելին, իմ համար ավելի կարևոր է, որ զինվորը գնա ինքնազոհ կերպով պայքարի, բայց ամեն ինչ անի, որ չզոհվի, 100%։ Ասթե որ գնա ու զոհվի, հասկանում ես, ինքնազոհությունը
սիրո դրսևորումներից մեկն է, եւ Հիսուս Քրիստոսը ասում է չկա ավելի մեծ սեր, քան եթե մեկը իր կյանքը տա ուրիշի համար, բայց դա միակ ձևը չի սիրո դրսևորման, հասկանում ես, որովհետեւ այդ նույն Միանշանակ ես ձեր հետ ինքնազոհության համաձայն եմ, Տեր շրջանակներում Մոսեջյան։ այդ նույն ինքնազոհության շրջանակներում, երբ որ դու գնում ես պատրաստում ես կյանքը զոհես անհայրենիքի, դու պետք է հասկանաս նաև, որ դու միայն քո կյանքը չես զոհում, դու զոհում ես քո ծնողների զգացումները, դու զոհում ես քո երեխաների ապագան, այսինքն մահանալը պիտի ամոթ լինի, գերիլն գնելը ավելի ամոթ պիտի լինի, դու պիտի ամեն ինչ անես, որ հաղթես, սա է իմ պատկերացրած քրիստոնեությունը, հասկանում ես, ես մի բան եմ նկատում, ծայրահեղությունից ծայրահեղություն, կամ այս կողմ կամ այն կողմ, չէ, այսինքն կամ լաքշերի կամ ինքնազոհություն, չէ, մեջտեղը, ժուժկալությունը չի նշանակում կատարյալ հրաժարում, ժուժկալությունը նշանակում է զսպվածություն, դու պիտի չափավոր լինես, ամեն ինչ չափի մեջ է Դուք ասում եք գեղեցիկ, մեջտեղը, բայց հասկանում ես, Աստված էլ ասում է գաղջ մի եղի, դու չես կարա լինես դա հավատքի գաղջ։ մեջ, Նույն այո, բանն է, հավատքի բա մեջ, նույն բանն է, դու չպիտի չէ, ապրելու չէ, ձևի մեջ էլ դու պիտի լինես չէ, կամ Աստծո հետ կամ չլինես Աստծո հետ, չէ։ տես, այո, դու կամ Աստծո հետ ես, կամ Աստծո հետ չես, մեջտեղ չես կարող լինես։ Էս այն Բանվին էլ վիճակն է, որտեղ մարմինն է, կամ Աստծո հետ ես, կամ մարմնի չես մեջ ես։ կարող։ Մարմնի մեջտեղը ո՞րն Ոնց է, որ Տեր Մովսես ջան։ ոնց որ կամ տղա ես կամ աղջիկ ես, չես կարող մեջտեղ լինես։ Կամ Աստծո ես, կամ Աստծո չես, կամ ապրում ես, կամ չես ապրում։ Չես կարող չես կարող կեսով ապրես, կեսով չապրես։ Այսինքն, էսի այն տեղը չի, Կամ որտեղ մարմնի որ մեջ ես պիտի ապրում, կամ չես ապրում մարմնի մեջ։ Ես տենց եմ չէ, դա հասկանում։ չէ, Ես ուրիշ չէ, օրինակ ձեզ չէ։ բերեմ։ Ես երբ որ գնում եմ հոգևորականի տուն, հոգևոր մարդու տուն, եւ ես տեսնում եմ, որ ինքը համեստ է ապրում, ոչ թե աղքատ։ Ես ասում եմ, էսի լավ ինդիկատոր է, որ ես այս մարդուն վստահ եմ։ Չնայած հիմա դուք ինձ կարաք հազարատ օրինակ բերեք, որ պետք չէ այդ մարդուն վստահել, չէ։ Ես եթե տեսնում եմ, որ այս մարդը համեստ է, ես արդեն էլի երկը հիշեցի, համեստ է, ես այդ մավ հոգևորականին, բայց երբ որ ես տեսնում եմ, որ հոգևորականը, երբ որ քարոզում է Քրիստոսին, հա, ու ինքը ինչ որ sense luxury վիճակների մեջ է բանեց, ես այդ մարդուն չեմ վստահում, ես ոչ թե նախանձում եմ, որ ինքը փող աշխատ, կարող է իր տղեն է իրան պահում, բան չունեմ ասելու, բայց երբ որ ես հոգևորականի մեջ տեսնում եմ մի քիչ մարմինը շատ, մի քիչ luxury-ին շատ, մի քիչ ինչ որ մարմնական, լյուբոյ բան, ավելի շատ, քան հոգին է, որտեղ հոգին երբ է երևում, երբ որ մարմնից զսպում ես, այդ ժամանակ է հոգիդ sense երևում։ Երբ որ դու շատ ես մարմնի վրա ուշադրություն դարձնում, քո հոգին մի տեսակ sense այն որ խեղճ ու կրակ վիճակ է։ Ես իմ փորձն եմ ասում, ուրիշների հետ գործ չունեմ։ Այսինքն իմ վերաբերմունքը նման հոգևորականին ավելի մեծ է իմ վստահությունը։ Երբ որ մարդու մեջ ես ավելի շատ տեսնում եմ հոգին, ինքը հոգու վրա է ավելի շատ աշխատել, քան այդ կողքի այդ զիզի-բիզի թիթիզ-միթիզ բաները, որ իհարկե, բայց օրինակ ես չեմ պատկերացնում մի հատ sense բիցեպսներով, օրինակ հիմա դու գայիք նստեիք, sense զագարով բանն ես լավ բրիչոսկով, ու sense պարապած բիցեպսներով նստեիք ու սկսեիք ասեն քրիստոնեություն։ Իմ համար մի քիչ եմ որ ասացեի, օքեյ, այստեղ են կյանքի կեսը տալիս է իր ջիմին, էսի ո՞նց է խոսալու ճշմարտությունից։ Հասկանում եք, այդ մոմենտներ կա, որ դուք հիմա ինձ ասում եք, չէ, տենց չի։ Այսինքն հիմա եթե Ծայրահեղական եմ խոսում։ այսինքն այո։ Ես Այսինքն ծայրահեղական եմ ունեմ, ժողովուրդ ջան, Փարիզից իմ անունը Անի Թովմասյանը Աշոտ։ Ես ծայրահեղական եմ։ այսինքն հիմա ուզում ես ասես, եթե ես չաղ չլինեի, դու ինչ չէիր լսի։ Գիտեք, եթե մարդ դուք չաղ չեք։ Ես չաղ հոգևորականներից տեսել եմ ցավոք սրտի։ Անի ջան, տես Դրա մասին թող մի չի բան խոսքը, ասեմ, էլի։ ժողովուրդ ջան։ Սուրբ Գիրքը ասում է, որ մարդը նայում է դեմքին եւ միայն Աստված է նայում սրտին։ Այո։ Ծառը իր պտուղներից կճանաչվի։ Կապ չունի մարդը բիցեպսով է թե բիցեպսով չի։ Կարա լինի բիցեպսով սրբակենցաղ անձնավորություն եւ առանց բիցեպս շատ պիղծ կյանքով ապրող որևէ մեկը։ Հասկանում ես, այստեղ հարցը դրա մեջ չի, այստեղ հարցը արթունի մեջ չի։ Բիցեպսով սրբա կենցաղ։ Տեր Մոսես, ես հասկանում Լսի, եմ, որ ինձ բոլորին սիրում լսի, եք, բայց բիցեպսով լսի, սրբա կենցաղ։ բացատրեմ, հարցը հետևյալն է, ախր դրանց ասում, Դավիթ Մարգարեն գիտես ինչ 100% գեղեցիկ մարմին ա ունեցել, Ես համոզված եմ, որ Դավիթ Դավիթ Մարգարեն թագավորը, բնությունով ինքը կենսված սուրբ չի բիցեպսներ եղել, ա ունեցել, բնությունով բնությունից։ հապա կներես, ես չեմ ասում գնացեք բան սրսկեք ձեր բիցեպսների մեջ, չի Okay. հիմա լուրջ էլի,
Դե բայց Հիմա ես էլ եմ պատկերացնում, ջիմում է, դե պատկերացնում կներես, հիմա ջիմում է, որ տանջվում է։ Դավիթ Մարգարեն, որը որ Հիսուս Քրիստոսից ես իմ ինչքան ժամանակ առաջ մարգարեացել է սրա Տերն իմ Տիրոջն ասած, այն ինչ որ նոր բացատրում է, այսինքն այդ մարգարեական միտք ունեցող մարդը դու մտածում ես ինքը կատարյալ մարմին չի ունեցել, ինքը ռազմական genius է եղել, հասկանում ես, ինքը Որովհետև կյանքի մարդիկ բերումով է Դանիելը եղել։ իր վրա հարձակվել է, ինքը պիտի ուժեղ լիներ, որ այդ արյուծի բերան այո։ Հիմա մեր հայ տղամարդը, որ ասենք տնից դուրս է գալ, իր վրա արյուծ է հարձակվում։ Որ Լսի, ինքը դեռ անիջան, առավոտի ծիրիգում բիցեպսների վրա է դնում, հետո անիջան, կենսացի ախր կարա։ տես ես որ ասում եմ ծայրահեղության մեջ առավոտի ծիրիկունը ո՞րն է, այսինքն օրեկան 1 ժամ տրամադրելը դա առավոտի ծիրիկուն է։ No։ Դե բա իմ ասած է դա։ Հո ես չեմ ասում գնա սպորտզալում քնի։ Ես ասում եմ որ դու պիտի ուշադրություն դարձնես քո առողջությանը։ Բայց ես չեմ ասում օր ու գիշեր մտածի մենակ երկաթ ծռելու մասին։ Ես ասում եմ որ ամեն ինչ պիտի լինի, եւ միտքդ պիտի աշխատի, եւ մարմինդ, եւ հոգիդ պիտի աշխատի։ Պետք չի կենտրոնանալ մենակ մի բանի վրա, հա, ոչ մեկ չի ասում կենտրոնացեք միայն ձեր մարմինների վրա, ընդհակառակը ամենակիչը կենտրոնացեք ձեր մարմինների վրա, բայց իրավունք չունեք անտեսել ձեր մարմինները, եթե ֆորս մաժորային իրավիճակ չի։ Առաքյալները ֆորս մաժորային իրավիճակներում այո ուրացել են իրենց մարմինները եւ եթե պետք է լինում մենք էլ պիտի ուրանանք մեր մարմինները ֆորս մաժորային հիմա բայց չի նշանակում որ դու 24 ժամ ամեն օր բանարացի ժամանակ հեշտ է ոտքի 365 օր վրա կանգնելը Տեր Մովսես եւ երկար Լսի ժամերով ամեն ոտքի վրա անգամ եք կանգնում։ հաղորդություն տալուց հետո ամեն տես էլի ասում ես ամեն անգամ հաղորդություն տալուց հետո ես մեջքի ցավից մեռնում եմ Ես պատկերացնում բայց երբ որ պարապում եմ իմ մեջքի ցավը քչանում է Հիմա գնամ ես ջիմ, թե չգնամ։ Գնացեք Տեր Մովսես։ Էս է իմ ասածը, հասկանում ես։ Ախր ձեզ մոտ Հիմա դուք բալանսի մեջ գիտեք, որ հոգին կարևոր է, մարմինը, բայց երբ որ դու ժողովրդին, ով որ տեղյակ չի, որ հոգին ամենակարևորն է, դու իրան ասում ես, օքեյ, սիրիր ինքդ քեզ, ինքն է սիրում է, ախր ուժեղում ջան, է։ ինչ է նշանակում սիրել ինքդ քեզ։ Ախր հենց սրա մասին է մեր ամբողջ խոսակցությունը։ Ինչ է նշանակում սիրել ինքդ քեզ։ Այն չի որ դու կանգնես հայլու մեջ, ասես վայ, ես ինչ սիրուն մարմին ունեմ ես։ Չէ, դա չի սիրել ինքդ քեզ։ Սիրել ինքդ քեզ նշանակում է հանել մեղքը քո միջից։ Նկատել քո թերությունները եւ շտկել թերություններդ։ Էս է նշանակում սիրել ինքդ քեզ։ Սրա մասին է խոսքը եւ այո այդ ճանապարհին կարեւոր է եւ հոգու եւ ոգու եւ մարմնի կատարելագործումը սրա մասին է խոսքը եթե դու ինչ որ բան անում ես եւ դրանից բարձրանում է քո հպարտությունը նշանակում է դու սխալ ճանապարհի վրա ես եթե դու ճունես խոնարհություն հզորության մեջ նշանակում է դու սխալ ճանապարհի վրա ես որովհետեւ այդ հզորությունը որին որ դու հասնում ես քեզ Աստծո կողմից տրվում է Լինել ուժեղ չի նշանակում լինել հպարտ։ Լինել ուժեղ չի խանգարում լինելուն խոնար։ Դու պիտի ուժեղ լինես եւ պիտի խոնար լինես։ Իսկ Քրիստոս վերադառնանք էլի Քրիստոսին, ձեր կարծիքով Քրիստոս ինքը ուշադրություն էր դարձնում իր մարմնին, իր շնչին եւ մտքին եւ իր այն ժամանակ կենցաղը այնպիսին էր, որ ջիմեր չկային։ Հասկանում ես, մարդիկ Դե հա, բնականից եթե փայտ է խարտել, արդեն հասկանում ես, իրենք սենց թենենց այդ process-ի մեջ էին։ Այդ այսօր մենք ենք, որ բոլորս համակարգիչների առաջ նստած փոր ենք մեծացնում։ Այսօրվա աշխարհում դու ուրիշ տարբերակ չունես առողջ լինելու, բայց այն ժամանակ մարդիկ ուրիշ տարբերակ են ունեցել առողջ լինելու, հասկանում ես։ Բնական տարբերակ են ունեցել առողջ լինելու։ Հիմա Դավիթ թագավորը ռազմիկ է եղել, պատերազմող է եղել։ Դու այն ժամանակվա թանգարաններում որ մտնես, այն ժամանակվա թրերը տեսնես, ինչ հսկայական էին։ Ես ու դու իրար հետ չեն կարող այդ թուրը բարձրացնենք։ Նշանակում է, որ իրանք այդ ժամանակ ուժեղ են եղել, հզոր են եղել, եւ դա իրանք սրբությանը չի խանգարել։ Եվ դա եղել է բնական, որովհետեւ իրանք ծնված օրվանից եւ մարզումների մեջ էին եւ կրթության մեջ էին։ Դա իրանք կյանքի ոչն է եղել, այսօր կյանքը փոխվել է։ Այսօր մարդիկ ավելի շատ նստակյաց են։ Այսօր ավելի շատ է պետք մարմնից մեզ հեռացնել, Տեր Մովսես, որտեղ այն ժամանակ սենց մարդիկ մարմնից Ինչ է նշանակում մարմնից հեռանալ։
նայեք, հնում մարդկանց մոտ մի հատ տոնախմբություն ա եղել 7 օր 7 գիշեր հարսանիք են արել, որտեղ մենակ այդ վայրն ա եղել, որտեղ կարան մի քիչ թուլանան խմեն, հա, հիմա այնքան շատ ա այս խնջույք, ջող, ու ուզում ես նավի վրա հանգստացի, ուզում ես կազինոյում, ուզում ես ինտերնետում, ուզում ես վիրտուալ, ուզում ես գնա Մոնակո կամ չգիտեմ, այնքան կաֆեներ ու ռեստորաններ, այնքան շատ ա այսօր մարմնի հոգատարությունը մարդու համար, որ մարդը 24 ժամ եթե փորձի օգտվել բոլոր այդ ծառայություններից, չեն վերջանա։ Այսինքն դու այսօր այնքան շատ ունես մեծ հնարավորություն մարմինդ սիրելու եւ շունչդ սիրելու, որ ծով օրինակներ կան։ Հնում չեն եղել ծով օրինակներ։ Ցավոք Հիմա սրտի միջանքներս ընդհատեմ, էլի վտանգը ավելի շատ ա, Տեր Մովսես, շատ շատ ա հիմա։ ցավոք սրտի խնամք մարմնի հանդեպ այն ինչ որ այսօր ներկայացվում է եւ ինչ որ իրականում ես եմ խոսում ինչի մասին ես խոսում, դրանք տարբեր բաներ են։ Ես չեմ ասում, խնամք մարմնի հանդեպ, չգիտեմ, գնացեք թող ձեզ ինչ ասեմ, ոզնիներով մասաժ անեն։ Դրա մասին չի խոսքը։ Դրա մասին չի խոսքը։ Նշանակում է առողջ եղեք։ Առողջ եղեք, էս է իմ ասածը։ Իսկ հիվանդ հոգում կարա լինի առողջ մարմին։ Հիվանդ մարմնում էլ դժվար կարա լինի առողջ հոգի։ Երկուսն էլ պետք է առողջ լինեն։ Եթե չի նշանակում, որ պիտի հոգիդ առողջ լինի, մարմինդ ոչ առողջ։ Չէ, մարմինդ էլ երկուսն էլ, երեքն էլ պիտի առողջ լինեն։ Մենակ հոգին չէ, ոգին էլ պիտի առողջ լինի։ Մարդը ամբողջությամբ պետք է առողջ լինի, հոգով, ոգով եւ մտքով։ Աստված կատարյալ որ ես կարդում եմ մեր սրբերի գրականությունը, իմ ոգին շունչս ահա որ խաղաղվում է։ Նույնիսկ եթե, չգիտեմ, այն ամենա դաժան ճգնավորի կյանքն եմ կարդում, հոգիս փառավորվում է։ Եվ այդ րոպեին ես դու սխրանք ես տեսնում, որովհետև ու այդ րոպեին ես երբեք չեմ մտածում, վայ գնամ մի հատ շանելի սումկա առնեմ։ Ախր շանելի սումկի մասին ոչ մեկ չի էլ խոսացել։ Բայց չէ, ես աղջիկ եմ, երբ որ ես չեմ կարդում այդ գրականությունը մեր սրբերի, իմ ուղեղի մեջ շատ հաճախ, որտեվ իմպուլսներ ա դրսից գալի, իմ ասածը նոր հետ էր։ Այս իմպուլսները այնքան շատ են, որ ես եմ ասում, մի հատ էլ կարելի է շանել առնել, հա ինչ անենք, որ լաքշրիա ու շատ թանկ է։ Այսինքն ես կուտ ու ուտում եմ, ես այնքան ուժեղ լինեմ հոգով, որ ես չուտեմ այդ աշխարհիկ իմպուլսները, որ հոգիս ավելի հոգևոր պահեմ, քան մարմնիս երազանքներն ու ցանկությունները սկսեմ աչուձախ անել, հասկանում եք իմ ասածը դա է։ Okay. Շանելի սումկա առնել չի նշանակում սիրել ինքդ քեզ, սենց քեզ ասեմ։ Առնել այնպիսի սումկա, որը որ քեզ հարմար է եւ որակյալ է։ Okay, հասկանում ես։ Ախր էլի եմ ասում, ստեղ հարցը ինչ մտքով ես դու դա անում։ Էսա հարցը նպատակն է, հարցը մտադրությունն է, Որն է նպատակը։ Նպատակը, էլի եմ ասում, սիրելն է, բայց սիրել նշանակում է գնալ դեպի սրբություն, սիրել նշանակում է գնալ դեպի ճշմարտություն, պահել Հիսուս Քրիստոսի պատվիրանները, սիրիր ինքդ քեզ նշանակում է պահել Հիսուս Քրիստոսի պատվիրանները, որոնց մեջ առաջինը աստվածպաշտությունն է, երկրորդը եղբայրասիրությունը։ Հասկանում ես։ Հիմա ես չեմ ասում քեզ շանելի սումկա առ կամ մի առ, բայց ես քեզ հաստատ կասեմ, եթե հնարավորություն ունես, այնպես արա, որ 3 հոգի ոչ աշխատող մարդ սկսի աշխատել։ Դա քեզ ավելի կգեղեցկացնի, քան թե շանելի սումկան։ Բայց ես քեզ չեմ ասում շանելի սումկա առ կամ մի առ։ Դա ես չեմ որոշողը, դա քո հավատքի վրա ոնց է հասնում։ Մի հատ առակ կա։ Հիմա առակն էլ կարաս լիքը վիճես իմ հետ այդ առակի հետ կապված, բայց պատմեմ։ Ուրեմն մի ճգնակյաց է լինում սարի վրա եւ իր մոտ մարդիկ են գալի, ասում են, ասում են քաղաքի կենտրոնում մի հատ սուրբ է ապրում, այդ ինչ զորավոր սուրբ է, չես պատկերացնի, այս ճգնակյացը որոշում է սարից իջնի, գնա այդ սրբին տեսնի, գնում է տեսնում մի հատ դղյակ։ Մտնում է դղյակի մեջ, այդ մարդը իրեն մեծ ճոխ կերակուր է տալիս եւ միասին երբ որ ուտում է, այս ճգնակյացը ասում է, լսի, ասում է, ես չեմ հասկանում։ Ես ամեն ինչից հրաժարվել եմ այնտեղ սարի վրա ապրում, բայց բոլոր մարդիկ ասում են, որ դու ես հրաշքներ գործում, այդ ո՞նց է լինում, էլի, ախր դու ո՞նց կարաս այս ամեն ինչի մեջ հրաշքներ գործես։ Եվ ինքը ասում է հետեւյալը, ասում է, տես, ասում է,
Այս դղյակը, որ դու տեսնում ես, սա իմ պահակներին ընջարանն է եղել։ Իմ տունը շատ ավելի մեծ է, այնտեղ է։ Այս կերակուրը, որ դու ուտում ես, սա իմ կենդանիների կերակուրն է եւ ոչ թե այն կերակուրը, որ ես միշտ կերել եմ։ Հիմա հասկանում ես, մենք ախր չունենք չափման միավորներ, որ ասենք տվյալ մարդու կարող քո համար շանելի սումկեն լաքշրի է, իսկ իմ համար ընդհանրապես անհասանելի մի իրականություն, բայց կարող է որևէ մեկի համար դա ոչինչ է։ Բայց ես էլի եմ ասում, այստեղ հասկանում ես իմ պատկերացմամբ յուրաքանչյուր մարդուն տրվում են հնարավորություններ, որոնք որ ինքը կարող օգտագործի ի բարին եւ ի չար։ Հիմա էլի եմ ասում, ոնց ես դու կիրառում կամ ոնց ես դու ապրում, դրա դատավոր Աստված է։ Ես չեմ կարող ասեմ, որ եթե մեկը շանալի սումք ունի, ուրեմն ինքը սխալ կյանքով է ապրում։ Չէ, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում ինքը ինչ սումք ունի։ Բացարձակապես իմ համար կարևոր է այդ մարդը ինչ է անում իր կյանքում։ Քանի հոգու է ինքը օգնել կանգնել, թե քանի հոգու է ինքը խաբել։ Քանի հոգու է ինքը բարձրացրել, իսկ քանի հոգու է ինքը իջացրել այդ սումկեն ունենալու համար։ Հասկանում ես, էս է իմ ասածը։ Հիմա նորմալ է, որ Դավիթ թագավորը գեղեցիկ շորեր հագներ, նորմալ է, որ Սողոմոն թագավորը գեղեցիկ շորեր հագներ, բայց իրանց արարքները ինչ էին։ Նույն առաքյալների մեջ դες դու ասացիր բոլոր առաքյալները աղքատ էին։ Այդքան էլ այդպես չի։ Ձկնորսները այո, բայց իրենցից շատերը նաև հարուստ էին։ Մարկոս Ավետարանչի ընտանիքը հարուստ ընտանիք էր եւ իրենց տանը վերնատունն էր, որտեղ որ կատարվեց խնջույք։ Հիմա ինքը իր հարստությունը ոնց կիրառեց, ծառայեցրեց Հիսուս Քրիստոսին։ Ձկնորսությունը ամենաուժեղ բիզնեսներ են ժամանակում։ Ձկնորս առաքյալները աղքատ մարդիկ չէին։ Մաքսավորը աղքատ չէր։ Մաքսավորը լավ էլ փողատեր էր։ Զաքեոսը աղքատ չէր։ Արմաթացին աղքատ չէր։ Արմաթացին ինչ ար։ Հետո Տեր Մովսեսյան, Քրիստոսից հետո թողեցին իրանց բիզնեսները, իրանց ժողովուրդն էր կերակրում, ոնց որ այսօր քահանաներին է ժողովուրդը կերակրում։ Նիկոլայոս Սքանչելագործը, որը հայտնի է Սանտա Կլաուս անունով, չէ՞, ինչի է Սանտա Կլաուս, որովհետև ուներ այնքան հնարավորություն, որ ամեն տարի Սուրբ Ծնունդին, Հիսուս Քրիստոսի ծնունդին բոլոր երեխեքին նվերներ էր տանում։ Ստեղ հարցը, ելի եմ ասում, մոտեցումն է, ոգին է, միտքն է։ Ինչպես ես դու կիրառում այն, ինչ որ տրված է քեզ Աստծո կողմից։ Այս է ամբողջ հարցը։ Հիմա ես ունեմ ինքս ինձ, իմ միտքը, իմ ապրումները, այսինքն իմ ոգին, իմ մարմինը եւ իմ հոգին։ Եվ ես կարծում եմ, որ ես կատարելապես կարամ հասնեմ Աստծուն, երբ որ ես երեքն էլ զարգացնում եմ։ Որովհետեւ կարող է ես այդքան ուժեղ չեմ, կարող է ես տկարեմ դրա համար, բայց եթե ես հաս չուտեմ, ես վատանալու եմ եւ չկարողանամ ոչ աղոթեմ, ոչ էլ աշխատեմ։ Եթե ես ծնվեմ սխալ, իմ ինքնազգացողությունը ընկնում է եւ այլն եւ այլն եւ այլն։ Երբ որ ես ճիշտ եմ ծնվում, ճիշտ ծնվել չի նշանակում շատ ուտել, չի նշանակում կոկորդիլոսի միս ուտել։ Ճիշտ ծնվել նշանակում է ապահովել այնքան կերակուր, որքան քեզ պետք է քո առօրյան կազմակերպելու համար։ Եվ ամեն մարդու պրոպորցիաները ամեն մարդուն առանձին է։ Մեկը կարող է պետք է ուտի 600 գրամ, մեկը կարող է պետք է ուտի 1 կիլո։ Օրինակ եմ ասում։ Բայց ճիշտ ծնվել նշանակում է ուտել ոչ ավել, ոչ պակաս, այնքան ինչքան քեզ պետք է աշխատելու համար։ Ճիշտ կյանքդ կառուցում եմ։ Ես օրինակի համար ամբողջ օրը նստած եմ։ Կիրակի օրը ամբողջ օրը կանգնած եմ, շաբաթվա մնացած օրը ամբողջ օրը նստած եմ։ Ես եթե այդտենց շարունակեմ, ես չեմ կարող երկար ծառայեմ։ Հասկանում ես, մեջքից հապց կմեռնեմ։ Մեռնում եմ արդեն, ամեն անգամ ծառայություն։ Շունչն ու մարմինը ծառայում է հոգուն, չէ՞։ Այո, իմ շունչը եւ մարմինը այո ծառայում են հոգուն։ Ինչու՞, որովհետեւ ես փորձում եմ իմ ամբողջ գործերով հասնել Աստծուն։ Այսինքն ծառայել հոգուն ո՞րն է։ Ես քեզ sense ասեմ, հոգին մարդու մեջ, ես կասեի ծառայում է Աստծուն եւ ծառայում է մարդկանց, որովհետեւ մարդկանց ծառայելով է ծառայում Աստծուն։ Այսինքն իմ շունչը եւ մարմինը եւ հոգին ծառայում են Աստծուն եւ մարդկանց, որովհետեւ հոգին մարդու մեջ հավիտենական լինելն է,
արարիչ Լավ, լինելն է, իսկ ինչքան աստվածային ժամանակ լինելն է։ եք հոգուն տրամադրում, մենք արդեն կես ժամա խոսում ենք, որ ինչքան կարևոր է, որ մարմինը եւ շունչը ունենան ուժ, որ կարողանան իրենց function անի, հա, մարդը։ Իմ Հիմա պարագային հոգու իմ ամբողջ օրը, հոգու որովհետև ես ո՞նց ես հոգևորական գցնում հոգին։ իմ ամբողջ օրը, իմ ամբողջ օրվա ընթացքում ես եւ աղոթքներ եմ անում, ոչ մեկ անգամ, եւ Սուրբ Գիրք եմ ընթերցում, եւ Աստվածաբանական գրականություն եմ ընթերցում, եւ նաեւ իմ ծառայությունն եմ բերում այդ առաջ երեքը հոգու համար։ Եվ նաեւ իմ ծառայությունն եմ բերում եկեղեցում, շշկմա ծառայություն եմ բերում մարդկանց, թե մայրաթոռում, թե եկեղեցում, որտեղ որ էմետորը, թե ճեմարանում, երբ որ դասավանդում եմ, ես ինչ եմ անում, ես ինքս ինձ տալիս եմ աշակերտներին, մարդկանց կամ այն աշխատանքին, որ պիտի կատարվի եկեղեցու գործունեությունը ապահովելու համար, մայրաթորի, ինձ վստահված բաժնի։ Հիմա սրա մասին է խոսքը, այսինքն իմ Դե պարագային, դու ձեր մասնագիտությունն է եւ ձեր ընտրությունն է այո, Աստծուն այո, ծառայել։ Իսկ հասարակ բայց մարդը հասարակ մարդու պարագային, ես ասում եմ, պարտադիր, իմ պատկերացրած մոդելը սա է, պարտադիր ամեն առավոտյան պետք է լինի Սուրբ Գրքի ընթերցանություն, պարտադիր։ Եվ իմ համար պետք չի, որ մարդը ժամերով կարդա Սուրբ Գիրք։ Ես անգամ ասում եմ, կարդացեք, եթե պետք է, ընդամենը մեկ պարբերություն, բայց կարդացեք այնքան, որ օրվա ընթացքում կարողանաք դա ձեզ վերապատմեք ու մտածեք դրա ուղղությամբ։ անալիզ անես։ Այսինքն, երբ որ դու առավոտյան կարդում ես մի պարբերություն կամ երկու պարբերություն, մի էջ կամ փոքր մի տող, ես պարբերություն եղել 3-4 օր շարունակ ամեն առավոտյան նույն պարբերությունն եմ կարդացել։ Այսինքն, երբ որ դու ընթերցում ես մի փոքր հատված, ընդամենը 5 րոպե ես տրամադրում դրա համար, բայց ամբողջ օրվա ընթացքում դու դրան անդրադառնում ես ամեն հարմար պահի։ Նշանակում է, որ դու ամբողջ օրվա ընթացքում քո հոգևոր պահանջը կատարում ես։ Ուրեմն իմ պատկերացմամբ բոլոր մարդիկ պիտի անեն հետևյալը. ամեն առավոտյան 5 րոպե շուտ արթնացեք եւ ընթերցեք Սուրբ Գիրք։ Եվ օրվա ընթացքում դրա մասին մտածեք։ Աղոթք արեք ամեն անգամ, երբ ունեք հնարավորություն օրվա ընթացքում։ Թեկուզ կարճ, օրինակի համար, մի պահ կանգնեցիք, հոգնեցիք, ասեք, փառք ես Տեր Աստված, փառք ես ամեն ինչի համար, Տեր փառք ես։ Կամ Հիսուս Քրիստոս, որդի Աստծո, ողորմիր ինձ բազմամեղես։ Օրինակ, բայց աղոթքն էլ պիտի եւ Սուրբ Գրքի ընթերցածը եւ աղոթքը քո ամենօրյա առօրյայի անբաժան մասնիկները պիտի լինեն։ Այսինքն դու չպիտի մտածես կարդամ կամ աղոթեմ, դա պիտի քո առօրյայի անբաժան մասնիկը լինի։ Ուրեմն Սուրբ Գրքի ընթերցանություն առավոտյան։ Աղոթք կարճ թեկուզ ձեր բառերով, բայց աղոթք պարտադիր պիտի լինի։ Ձեր աշխատանքի մեջ եղեք կատարյալ։ Ամեն մեկը ձեր աշխատանքի մեջ, որովհետև դա ձեզ Աստծո կողմից տրված շնորհ է։ Մեկին տրված է շնորհ լինելու երգիչ կամ երգչուհի, մեկին տրված է շնորհ լինելու շինարար, մեկին տրված է շնորհ լինելու վարորդ։ Ձեզ բան է հանձնված, վստահված։ Ձեզ բան է վստահված։ Այն ինչ որ անում եք, արեք բարեխիղճ։ Եվ դրանով էլ եք դուք ծառայում Աստծուն եւ մարդկանց։ Ուրեմն հոգունը, Սուրբ Գիրք եւ աղոթք, մտքինը, ոգունը, ապրումներինը, մարդկային հարաբերություն։ Մարդկային հարաբերություններում եղեք անկեղծ, ազնիվ, սիրուց դրդված արեք ինչ որ անում եք։ Մի խաբեք երբեք։ Աստծո պատվիրանները բոլորը դրա մասին են, բոլորը մարդասիրության մասին են։ Եվ վերջին տեղում եմ ասում, որ այդ կռիվ չանես հետս, բայց վերջին տեղում եմ ասում, բայց սա վերջին last but not least, չէ, սենց են ասում։ Վերջինը, բայց ոչ ուրեմն հետևեք ձեր առողջությանը։ Հետևեք ձեր առողջությանը, որովհետև դուք պետք եք մեզ, ձեր ընտանիքներին եւ ինքներդ ձեզ։ Հիմա ամեն մեկը իր տարբերակ ունի հետևելու առողջությանը։ Իմ տարբերակը ես ներկայացրեցի, ինձ հայ-հայա վերին Երուսաղեմ էիր ուղարկում լաքշրի քարոզչության համար, բայց բացարձակապես դրա մասին չէր իմ խոսքը։ Ժողովուրդն էլ քեզ էր ուղարկում վերին Երուսաղեմ, ինձ վերին Երուսաղեմ ուղարկելու համար, վստահ եմ շատերն էլ ինձ են ուղարկում։ Շատերն էլ ինձ էին ուղարկում քեզ հակաճառելու համար, բայց էդ է հիմա, էդ է։ Ամփոփեմ, Սուրբ Գիրք, աղոթք, ազնիվ աշխատանք, մարդասիրություն եւ
ինքներդ ձեզ սիրեք, բայց ոչ մեղքով, այլ ինքներդ ձեզ սիրեք ձեր միջից մեղքը հանելով, առողջ եղեք մարմնով, հոգով եւ ոգով։ Ես կարծում եմ, որ մեր ամբողջ նպատակն էր, որ կենտրոնանանք հոգևոր ուսմունքի վրա, որովհետև ես կարծում եմ, որ մեզ մոտ առաքելական ուսմունքի պակաս կա։ Եվ եթե այդ պակասը լրանա, որ մենք տեղյակ լինենք ընդհանրապես ով է Քրիստոս եւ մեզ ինչպես ճանաչենք Աստծուն, որտեղ այսօր շատերս չենք ճանաչում, հա, Աստծուն, եթե մեզ մոտ Աստված ճանաչողությունը լինի, այս հարցերը էլ չեն լինի։ Մարմինը ոնց սիրես եւ հոգին ոնց սիրես, շունչդ ոնց սիրես, որտեվ դու արդեն քեզ համար կան օրինակներ, սրբերի գրականությունը քեզ ցույց է տալիս, առաքյալների կյանքը քեզ ցույց է տալիս, ոնց սիրես մարմինդ եւ հարգես, եւ ինչի նկատի ունի ընդհանրապես Աստված, երբ ասում է սիրիր ընկերոջդ, ոնց որ քեզ է սիրում, դու էլ լավ կհասկանաս, вообще Աստված ինչի մասին է ասում։ Եվ ես կարծում եմ, որ ամբողջ խնդիրը մեր տգետ լինելն է։ Եթե մենք իմանանք թե Քրիստոս մեզ ինչ է ավանդել, հա, եւ առաքյալները ինչ բերեցին, տվեցին մեր պապերին, սաղ կընկնի իր տեղը, այդ բալանսը կգա ձեր ասած։ Եվ ես նման հարցեր, երբ որ տալիս եմ, այդ կլինի բիցեպսներով ջիմ գնացող, չգիտեմ, սրբակենցաղի Իմ մասին համը կարա լինի բիցեպսով սուրբ, այ, հա, հա։ կարա լինի, առիվ կարա։ Ես երբ որ նման հարցեր տալիս եմ, ես մենակ իմ կողմից այդ չեմ տալիս։ Ես ուզում եմ, որ մենք ինքներս մեզ տեսնենք, ոնց որ հայելու մեջ գնայես ինքդ քեզ։ Եվ յուրաքանչյուր գործ, երբ որ դու անում ես քո կյանքում, դու պետք է հասկանաս, դու դա ում համար ես անում, ում փառքի համար ես անում, եւ ցախ կընկնի իր տեղը։ Ու կարծում եմ իմ եւ ձեր նպատակն է եղել ի սկզբանե մարդկանց ավելի շատ մոտեցնել հոգուն, զորացնել երևի թե մարդկանց հոգին Քրիստոսով եւ ավելի շատ մեր նպատակը հոգևոր աշխատանքն է, բայց միանշանակ չանտեսել նաեւ, որ մենք չդառնանք ծայրահեղական, որ մենք չունենք մարմին եւ շունչ, միանշանակ ունենք մարմին եւ շունչ եւ իմ անձնական մեղքերից մեկը հենց բարկությունն է, որ ես տրվում եմ իմ շնչին, իմ էմոցիաներին եւ ստացվում է, որ ես մեղքի մեջ եմ ընկնում իմ շնչի պատճառով, այսինքն եթե ես աղոթքի կյանքի մեջ շատ լինեմ, տեսեք էլի գնաց հոգի։ Եթե ես աղոթքի կյանքի մեջ շատ լինեմ, ապա ինձ մոտ բարկություն քիչ կլինի, չէ, Աստծո խաղաղություն իմ մոտ կլինի։ Ասածս էնա, որ բոլորս էլ ունենք հոգու ուժեղության կարիքը եւ այս իմ կարծիքն է, որ եթե հոգի տեղավ ուժեղ Աստծով, աղոթքի մեջ, ոնց որ դուք նշեցիք, կարդա Աստվածաշունչ, աղոթքի մեջ եղի, օգնի ընկերներիդ։ Այդ ամեն ինչից հետո նոր հոգին ուժեղանում է։ Եվ կարծում եմ դա process է, որ տարիների ընթացքում սխալներիդ վրա խոնարհությամբ հասկանում ես հոգու կարևորությունը։ Սա էլ իմ, չգիտեմ, ամփոփումներ երևի թեմային, մեզ մոտ այսօր մի ժամ չստացվեց, այլ համարյա թե 2 ժամ է խոսում ենք Տեր Մովսես ջան։ Հա, ես էմոցիոնալ եմ, շատ անգամ ինձ իմ էմոցիաները խանգարում են, այնպես որ դա էլ պիտի լինի բալանսի մեջ, չես կարող միշտ լինել էմոցիոնալ եւ արդարանալ, որ դե գիտեք ինչ, ինձ Աստված էմոցիոնալ է ստեղծել, չէ, դա էլ ճիշտ չի։ Ես գիտեմ իմ թույլ տեղերը եւ աշխատում եմ այդ ուղղությամբ, սիրելի հայրենակիցներ, կներեք, եթե ինչ որ մեկին նեղացրեցի, գիտեմ հաստատ ընթացքում բշտեցի մի քանի հոգու, ներողություն եմ խնդրում, եթե կարող եք ինձ ներեք, կփորձեմ մյուս անգամ չբշտել, բայց խոսք չեմ տալիս։ Չէ, եկեք պայմանավորենք, որ երկու կողմից ոչ մեկ ոչ մեկին հա, չի չէ, բշտել չկա, հենց ավելի ճիշտ է։ անհնար է այս խոսակցությունների մեջ չլինի, բայց ցանկալի է, որ չլինի։ Շատ սիրում եմ իմ հայրենակիցներին, կապ չունի, իրանք իմ համար իմ ընտանիքն են եւ իմ քուրիկներն են եւ իմ եղբայրներն են։ Կարան քուրիկների մեջ, եղբայրների մեջ լինի անհամաձայնություն։ Շնորհակալ եմ շատ, որ միացել եք մեզ, էլի այսօր էլի շատ էինք, 100-ից միշտ անցնում ենք, Տեր Մովսեսը, որ մեզ հետ է, շատերն են մեզ միանում մեր լայվին, որի համար ես անչափ ուրախ եմ եւ շնորհակալ եւ իհարկե ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Տեր Մովսես ջան ձեզ, որ դուք այդքան համբերատար եք եւ դիմանում եք ինձ
Հայկին էլ եմ միշտ ասում եմ Հայկ ջան, շատ շնորհակալություն, որ դիմանում ես ինձ, որտեղ գիտեմ իմ հետ հեշտ չի, ես այն լրիկ փնջիկներից չեմ լսեմ, խելոք լսեմ։ Հիմա էտա։ Աստված ձեզ օրհնի, որ կիսվում եք ձեր հարստությամբ մեզ հետ, Տեր Մովսես ջան, ու փորձում եք մեզ ասեք ճշմարտությունը, որն է Քրիստոսի ճշմարտությունը։ Ջան, ես եմ շնորհակալ, որովհետև մենք հնարավորություն ունենք անգամ այս զրույցների միջոցով ճանաչելու ինքներս մեզ, ճանաչելու մեր թերությունները եւ մեր բացթողումները եւ ավելի գնալու դեպի կատարելություն։ Ինչպես ասացիք, մեր նպատակն է մարդկանց, դու ասացիր մեր նպատակն է մոտեցնել մարդկանց հոգուն, թույլ տուր ես էլ ասեմ, որ ես կարծում եմ մեր նպատակն է մոտեցնել մարդկանց սուրբ հոգուն։ Աստծո Ամեն։ մեր հոգիներով հանդերձ։ Հետևաբար մեր նպատակը չի փոխվել եւ չգիտեմ, այս անգամվա մեր զրույցը ասենց շատ թեժ անցավ, մենք ընդհանրապես ուրիշ թեմայից սկսեցինք քրիստոնեությունից, կրոներ թե հայտնություն եւ եկանք հասանք չգիտեմ ուր, թող էտել արդեն չգիտեմ, եթե հուսամ մարդկանց օգտակար կլներ լսել այս ինչ որ մենք խոսեցինք։ Ես կարծում եմ, որ ինքը կարևոր թեմա է, եթե հանենք էմոցիաները, Տեր Հայր ջան, ես կարծում եմ, որ ինքը կարևոր թեմա է, որպեսզի դու հասկանաս ինչքան հոգ տանես մարմնին, չէ, ամենտեղ սահման կա։ Ես կարծում եմ, որ միգուցե ամեն ինչ չափի մեջ է ամեն ինչ գեղեցիկ։ չափի մեջ, այո, ամեն ինչ չափի մեջ, եւ եթե էմոցիաները հանենք, մշտելը հանենք, ինչ որ մի բան կարանք սովորենք, Հուսամ մարդիկ չեն գայթակղվի ինձանից, որովհետև Տեր Մովսեսը ոչ մի սխալ բան չի ասել իր խոսքի մեջ, այնպես որ սիրելիներս մնացեք մեզ հետ, չհիասթափվեք, շարունակեք մնալ, հետաքրքիր է, ընդհանրապես ես չեմ սիրում տես մի ատոմ հաղորդումներ, ես սիրում եմ, որ մեջը դիսկուսիա է լինում, Ոչ ասեմ քեզ, ինձ թվում է մարդիկ էլ սիրեցին այս հաղորդումները, այդքան շատ բան մի արա։ Անձնական վիրավորանք ես որ տեսնում եմ, ինձ մոտ կարա սխալ է իհարկե իմ ռեակցիան, բայց ես մասիվցի եմ հələ որ Չէի ասի, որ սխալ է, գիտես, չէի ասի, որ սխալ է։ Անձնականը թե իմ ռեակցիան։ Անձնական վիրավորանք, չէ, չէի ասի, որ սխալ է քո ռեակցիան, անձնական վիրավորանքը միանշանակ սխալ է։ Հա, ես չեմ սիրում անձնական վիրավորանքը, հանդիմանություն օքեյ է։ Եկեք սիրելով։ Այո, սիրով։ Դուք կարաք մեր հետ համակարգիչ չլինեք, դուք կարաք մեզ քննադատեք, բայց իրավունք չունեք մեզ անպատվելու, անգամ եթե մեզ չեք սիրում։ Ամեն։ Այստեղ ասում են հрьяաների մոտ կա բանավիճելու ինստիտուտ, որ մարդիկ դե հռոմեացիք է, չէ, ինչքան են նստելու ժամերով բանավիճել։ Ամեն անգամ չի սիրելիներս, որ բանավիճությունը տալիս է արդյունք, ասեմ ձեզ, դա էլ իմ փորձից կարամ ասեմ, երբ որ օրինակ բողոքական աղանդավորների հետ է շփվում, լրիվ զրյա բանավիճումա, որտեղ բաժակը լիքն է։ Բայց այս դեպքում ես էլ եմ ուզում փոխվեմ, ես հավատում եմ, որ Տեր Մովսեսը շատ խոնարհ սիրտ ունի եւ ինքը համբերատար լսում է մեր բոլորիս ոնց որ խոսքերը։ Ես կարծում եմ մեզ մոտ նպատակը ոչ թե իրար բան ապացուցելն է, այլ փոխվելն է եւ գնալ դեպի սրբություն։ Ոչ մեկ չասել, որ ես միշտ ճիշտ եմ։ Նա։ Ես էլ կարող եմ սխալվեմ եւ էլ եմ ասում, անին ինձ ստիպում է դառնալ ավելի լավը, որովհետեւ ստիպում է անեմ բաներ, ինչ որ ես չեմ ուզում։ Բայց էտա ունենք այն ինչ որ ունենք։ Շնորհակալություն Անի ջան ամեն ինչի համար, ինձ թվում է շատ լավ էր, շատ թեժ էր, աշխատած վիրավորանքները, բայց դու միակը չես ում վիրավորում են, դու էլ գիտես։ Այնպես որ ամեն ինչ լավ էր, շնորհակալություն ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ, անպայման կկիսվեմ այս եթերով, մտածում էի կիսվեմ թե չէ, թեժ պահի համար, բայց կարծում եմ ինչի չէ, թող հետո սպասեն երրորդին, թե երրորդում ինչա լինելու, կկիսվեմ սա բոլորին օնլայն հարթակներով, առողջ բանավեճը, օքեյ, ողջունելի է։ Եղավ ժողովուրդ ջան, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, որ կիսվում եք, ձեր կարծիքն էլ մեզ համար շատ կարևոր է։ Դե ինչ, գնացինք, այսօր այսքանը կհանդիպենք առաջն Աստված մյուս երեքշաբթի։ Ոմանց բարի գիշեր, ոմանց էլ առողջ եւ պտղալի աշխատանքային օր։ Ամեն, Աստված օրհնի բոլորիդ։ Հաջողություն ձեզ։